Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 TV-ի եթերում դասերի հերթական թողարկումն է։ Այսօր բացառիկ հյուր ունեմ Ազատության վերադարձած նախկին քաղբանտարկյալ Հայ ազգային քաղաքացիական միավորման համակարգող պարոն Ավետիք Չալաբյանը, ողջույն ձեզ, բարի վերադարձ Ազատություն։ Ես չեմ ասում բարի վերադարձ պայքարի շարքեր, քանի որ դուք կալանավորված վիճակում էլ չեք լքել այդ շարքերը եւ մասնավորապես մի քանի ուղերձ հասցրիք հղել գաղափարական, գաղափարախոսական, քաղաքական։ Մենք շատ կարճ անդրադարձ կանենք քիչ անց ձեր բանտային կյանքից, այն ամեն ինչ դուք հարկ կհամարեք հրապարակել, բայց այսօր շատ խորհրդանշական օր է եւ դրանով պիտի սկսենք, պարոն Չալաբյան, անկախության հռչակագրի ընդունման 36-ամյակն է։ Մեր պետականության հիմնադիր փաստաթուղթը, որը այս վարչախումբը փորձում է ամեն գնով մոռացության տալ, եւ այն ուղերձները, որ վերջին տարիներին հնչում են այս վարչախմբի պարագլխի կողմից, այն մասին են, թե իբր դա կոնֆրոնտացիոն կամ կոնֆլիկտային փաստաթուղթ է։ Կառավարության վերջին նիստում նա խոսեց այսպես կոչված 4-րդ հանրապետություն ձևավորելու մասին։ Ինչ գնահատական տալ մեր պետականության հիմքում դրված այս փաստաթուղթը փաստորեն ոչնչացնելու թշնամական փորձերին մեկ եւ ինչպես պայքարել այդ փորձերի դեմ։ Շատ լավ։ Սկսեմ մի փոքր էքսկուրսից։ Ես Կալնավայրում եղած օրերին հիշեցի, որ մեր անկախության հռչակագիրը ընդունվել է 1990 թվականին, երբ ես ինքս չափահաս դարձա։ Եվ ինչ-որ իմաստով իմ չափահաս կյանքի տարեկիցն է, այսինքն իմ չափահաս բոլոր տարիներին ես ըստ էության, որքան ինձ հիշում եմ, ըստ էության ես պայքարել եմ մեր երկրի անկախության, ինքնիշխանության, մեր անկախության հռչակագրում ամրագրված դրույթները իրականություն դարձնելու համար եւ բնականաբար շարունակելու եմ պայքարել։ Եվ համոզված եմ նաեւ, որ եթե մեր պայքարը կրի կազմակերպված, համախմբված, միասնական բնույթ, մենք բնականաբար կկարողանանք պաշտպանել ոչ միայն հռչակագիրը, այլև հռչակագրի հիմքում դրված ազգային գաղափարախոսությունը, որը ի դեպ այն ժամանակ էլ է եղել զգալի չափով փոխզիջումային տարբեր ուժերի միջև։ Ես ձեզ հիշեցնեմ, որ ի տարբերություն ներկայիս ազգային ժողովի, այն ազգային ժողով, որ դեռևս Գերագույն խորհուրդ էր կոչվում, որը ընդունել է այս հռչակագիրը, բազմաթիվ քաղաքական ուժեր էին ներկայացված եւ հռչակագրի ընդունումը արդյունք է այդ քաղաքական ուժերի միջև երկխոսության, որոշակի սուր անկյունների հարթման, որոշակի փոխզիջման արդյունքում բոլոր քաղաքական ուժերը, որոնք ներկայացված էին 1990 թվականի առաջին ազգային ժողովում, ըստ էության միասնական հաջորդի միասնական կամք արտահայտելով այդ հռչակագիրը ընդունել են եւ բնական է, որ առանձին վերցած մեկ քաղաքական ուժ, որ առավել եւս չի վայելում այլևս բնակչության մեծամասնության աջակցությունը, ինչքան էլ հուսահատ ճիգերանի չի կարողանալու այդ հռչակագիրը չեղարկել։ Ես ուզում եմ հատուկ անդրադառնամ այն մտքին, որը դուք ասացիք Փաշինյանի կողմից բարձրացված, որ մեր հռչակագիրը կոնֆրոնտացիոն բնույթ ունի։ Ես ուզում եմ Փաշինյանին, որը ըստ էության կիսագրագետ մարդ է, ուղղակի ուղարկեմ կարդալու Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը, որի ամբողջ տեքստը բողոքա բրիտանական կայսրության եւ արքայի դեմ եւ նրա կողմից իրականացված, այսպես ասած, ապօրինությունների դեմ։ Ծայրահեղ կոնֆրոնտացիոն անկախության հռչակագիրը։ Բայց դրա հիման վրա ձևավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, դրա հիման վրա նա անկախացել է բրիտանական կայսրությունից, հիմա բրիտանական կայսրությունն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնակիցներ են, վերջերս էլ հիշում եք, որ բրիտանական արքան Միացյալ Նահանգներում էր եւ կատակով ասեց, գիտեք ինչ, ես այստեղ չեմ եկել, որպեսզի փորձեմ վերականգնել մեր կայսրության իշխանությունը, կոնգրեսում էլ բոլորը ծիծաղեցին եւ ծափարեցին։ Ոստի այո, մեր անկախության հռչակագրում գուցե կա կոնֆրոնտացիոն էլեմենտ, բայց այդ կոնֆրոնտացիոն էլեմենտը մեր քմաճույքը չի։ Դա մեր պատմության օրգանական շարունակությունն է։ Մեր պետությունը, հայկական ժամանակակից հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականին։ Կոնֆրոնտացիայից է ծնվել ինքը։ Ինքը մազապուրծ է եղել, ինքը հրաշքով է ծնվել։ Եթե մենք Սարդարապատում, Բաշապարանում եւ Ղարաքիլիսայում չկարողանանք կանգնացնել թուրքական Կովկասյան բանակի առաջխաղացումը, այդ հանրապետությունը չէր լինի։ Եթե մենք չգնանք կոնֆրոնտացիայի հանձնվենք իրանց, այն ինչ որ տեղեր ունեցել մինչև այդ Էրզրումի, Մուշի, Վանեի, Կարսի հետ տեղեր ունենալու Ալեքսանդրապոլիս գալի չափով, տեղեր ունենալու մնացած հայ բնակշրջանների հետ լինելու էր համատարած ցեղասպանություն նաև Արևելյան Հայաստանում եւ Արևելյան Հայաստան
եւ այսուհետեւ եւ Հայաստանի Հանրապետություն չլիներ ընդհանրապես։ Ուստի այո, կոնֆրոնտացիան է մեր պետականության հիմքը, բայց ուզում եմ ձեզ ասեմ հետեւելը։ Իսկ որ պետականության հիմքում կոնֆրոնտացիա չի եղել։ Որ պետությունը կար ով չի ծնվել։ Որ պետությունն է, որ ասենք Աստված երկնքից իջել է, ասել է կարող եք այսուհետև ըստեղ իշխեք։ Ցանկացած պետության պատմություն ձևավորվել է կոնֆրոնտացիայի միջոցով։ Եվ շարունակվում է այդ կոնֆրոնտացիաներով։ Եվ շարունակվում է, որովհետև ըստ էության պետությունների շահերը ինչ որ հարցերում կարող համադրվեն, ինչ որ հարցերում կարող հակադրվեն։ Մեր երկու հարևան պետությունների շահերը գուցե հերավոր ապագայում կարող են նաև համադրվել, մենք կարող ենք առևտուր անել, տարանցիկ առևտուր տեղի ունենա, համատեղ ենթադրենք ներդրումային ծրագրերի վրա, ես այդ ամեն ինչը չեմ բացառում, բայց ֆունդամենտալ իմաստով հակադրությունը, որը գոյություն ունի մի կողմից Հայաստանի Հանրապետության, իսկ մյուս կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, մեր կողմից չի ստեղծվել։ Այդ հակադրությունը իրանց գլխում է ծնվել, որ հայերը խանգարում են իրանց միավորվել մեկ միասնական պետության մեջ, ուստի Հայաստանի Հանրապետություն պետք է գոյություն չունենա, որևէ մեկը եթե կարդա Աթաթուրքի, ինչպես նաև Թալյաթի, որ այդ ընթացքում Գերմանիայում արդեն աքսորի մեջ էր, նամակները Ղարաբեքերին 1920 թվականին Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելուց առաջ, նա կհասկանա, որ նրանք Ղարաբեքերին հորդորում էին ոչ միայն հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այլև հորդորում էին վերջնականապես լուծել հայկական հարցը, որպեսզի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև այլևս հայկական սեփ գոյություն չունենա։ Աթաթուրքի հերագիրն էր Քազիմ Ղարաբեքերին ֆիզիկապես եւ բարոյապես ոչնչացրու Հայաստանը թուրք-հայկական երկրորդ պատերազմի առաջին օրը։ Այո, եւ մենք այդ իրողությանը պետք է առերեսվենք։ Եվ ես ավելին եմ ուզում ասեմ։ Այն ինչ որ ես հիմա կասեմ, գուցե երբևիցե չեմ ասել, առաջանք եմ ասում։ Այսօրվա թուրքական իշխանությունները զգալի չափով նույն պանթուրանական տրամաբանության եւ քաղաքականության շարունակողներն են։ Աթաթուրքի եւ Էրդողանի միջև պանթուրանականություն չի եղել ընդհանրապես։ Ընդհանրապես Աթաթուրքին ինչ որ բան կանգնացել է պանթուրանականությունը, հասկանալով, որ դա հեռանկար չունի, ինչը որովհետեւ արդեն նոր սովետական միություն էր առաջացել, այդ բոլոր թուրքական այսպես կոչված հանրապետությունները անցել են նորից Ռուսաստանի իշխանության տակ, երկաթե վարակույր էր առաջացել մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից սովետական միության միջև, եւ Թուրքիայի իշխանությունները, Աթաթուրքը եւ նրա հետևորդները արդեն, այսպես ասած կեմալիստները, հասկանում էին, որ այդտեղ որևէ հեռանկար չկա։ Դրա համար իրանք իրանց ուշադրությունը հառնում էին դեպի արևմուտք։ Դրա համար իրանք անդամակցեցին ՆԱՏՕ-ին, դրա համար իրանք դարձան Միացյալ Նահանգների դաշնակիցը, եւ իրանք ամբողջ այսպես ասած ռազմավարությունը այդ ուղղության մեջ էր։ Էրդողանը ժամանակակից նախագահ Թուրքիայի առաջինն է, որը դեմքը նորից շրջել է արևելք։ Ինչի, որովհետեւ Եվրոպան փակեց իր մուտքը դեպի Եվրոպական միություն եւ այն պահից, իսկ Էրդողանը փորձել է Եվրոպական միություն անդամակցել։ Այն պահից, երբ որ Էրդողանի արչեւ Եվրոպայի դարպասները փակվեցին, նա իր հայացքը հարեց արևելք եւ նորից վերածնվեց հայկական հարցը, մի հարց, որը թուրքական եւ ադրբեջանական տանդեմի տեսանկյունից պետք է վերջնականապես լուծվի։ Պարոն Չալեբյան, դուք կարևոր տարածաշրջանային ճշմարտությունների մասին եք խոսում, ներկայիս ոչ թե անցյալի, որոնք բարձրաձայնելը հիմա փաստորեն քրեորեն հետապնդելի է։ Այսինքն մարդիկ, որոնք անհասկանալի պետական գաղափարախոսություն հռչակված կեղծ խաղաղասիրության դեմ խոսք են ասում, խոսք նույնիսկ ոչ թե գործողություն, մեկուսացվում են, քրեորեն հետապնդվում են եւ կալանավորվում։ Ես շատ եմ ասել եւ հիմա էլ թույլ տվեք ասել, որ մեր քաղաքական միտքը այսօր մեծավ մասամբ կամ մի էական մասով խորհրդարանից դուրս է, իսկ մի մասը լրացված է կամ մեկուսացված։ Տասնյակ, եթե ոչ 100-ից ավել քաղբանտարկյալներ ունենք, ցավոք նրանց համահավաք ցուցակն անգամ չկա։ Ոչ ոք չգիտե բոլոր քաղբանտարկյալների անուն ազգանունները։ Ես վստահ եմ, որ դուք էլ կմիանաք իմ այս կոչին եւ շուտապույտ ազատ արձակում կմաղթենք մեր մնացած բոլոր քաղբանտարկյալներին։ Բայց ես կխնդրեմ նախ հնարավորության սահմանում նկարագրեք, ասեք, թե ինչ է նշանակում քաղաքական միտք կրող մարդուն, քաղաքական կազմակերպության ղեկավարին մեկուսացնել կալանավայրում, զրկել նրան հաղորդակցությունից, արգելել ընտանիքի անդամների եւ անգամ падգամավորների հետ հաղորդակցությունը, բայց մյուս կողմից նաեւ ինչպես կազմակերպել այդ տևական դադարի ժամանակ նորմալ քաղաքական կյանք, ակնհայտ է, որ երբ գլխատվում է ընդդիմադիր դաշտը, ընտրազանգվածը մնում է անտեր։ Ես ուզում եմ նաեւ հիշեցնել, որ փաստորեն ձեր կալանավորումը տեղի ունեցավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հրապարակումից հետո եւ ՍԴ-ի որոշման հրապարակումից առաջ։ Հիշում եմ նաեւ ձեր կոչը, երբ ասացիք 10 անգամ ավել մարդ, քան ԿՀ-ի դիմաց հավաքված է, պետք է լինի ՍԴ-ի առջև։
Եվ Սահմանադրության օրվա նախորդ օրը հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը դակեց այդ սարսափելի հակաօրինական որոշումը։ Միայն դուք չեք, իհարկե դուք եք, բայց նաև Սամվել Կարապետյանն է, Գագիկ Ծառուկյանն է, Արմեն Աշոտյանն է, Անդրանիկ Թևանյանն է, Արեգնազ Մանուկյանն է, Արթուր Ավանեսյանն է, Կանդազը, Ալիկ Ալեքսանյանն է, Աշոտ Երկաթն է, տասնյակ այլ քաղբանտարկյալներ, որոնց մի մասի անունները մենք ցավոք անգամ չենք էլ հիշում։ Հիմա այս պարապը ինչպես լցնենք, պարոն Չարաբյան, երբ այս մարդկանց հետևողականորեն մեկուսացնում են մեր քաղաքական կյանքից։ Տեսեք, մինչև ձեր հարցին պատասխանելը, ինձ թվում է մենք պետք է շատ հստակ պատասխան տանք մեզ այն հարցին, թե հանուն ինչ ենք մենք պայքարում։ Որն է մեր հավաքական նպատակը, որովհետև բոլոր այդ անձանց անունները, որ դուք ասում եք, ի վերջո եւ դրանք տարբեր մարդիկ են պետք է ասել, տարբեր նաեւ դրդապատճառներով են, որ հայտնվել են անազատության մեջ։ Իրար հետ էլ շատ հակասություններ ունեն։ Իրար հետ էլ հակասություններ ունեն եւ այլն, բայց մենք պետք է հասկանանք ի վերջո ինչն է մեզ միավորում, որովհետեւ ամեն ինչ չի որ միավորում է։ Որովհետեւ նորմալ պայմաններում, նորմալ քաղաքականության պայմաններում այդ մարդկանց մեջ կլինեին մարդիկ, որոնց հետ մենք կմրցակցեինք, ու նույնիսկ կարող է պայքարենք եւ այլն։ Բայց հիմա գոյություն ունի ֆունդամենտալ աշխարհաքաղաքական, աշխարհահայացքային ընտրության խնդիր։ Սա քաղաքական խնդիր չի։ Սա շատ լուրջ ճամփաբաժան է, որի առջև կանգնած է հայաստանաբնակ հայ ժողովուրդը եւ մեծ հաշվով նաեւ հայ ժողովուրդը ընդհանրապես։ Այդ ճամփաբաժանը հետեւյալն է. տարալուծվել թուրքական աշխարհի մեջ եւ դառնալ այսպես կոչված կամուրջ թուրքական աշխարհում, ինչպես պնդում է Փաշինյանը, թե փորձել Հայաստանը վերածել անառիկ ամրոցի, փորձել պաշտպանել մեր ինքնությունը, զարգանալ որպես ազգային պետություն, ելի որոշակի ինչ որ համագործակցություն ունենալ շրջակա թուրքական աշխարհի հետ, որտեղ չես կարող դա բացառել, բայց թույլ չտալ, որպեսզի թուրքական աշխարհը իր գերիշխանությունը հաստատի մեր մեծ հայրենիքից մնացած այս վերջի հատվածի վրա։ Այդ ընտրությունը, եկեք շատ հստակ ձևակերպենք ընտրությունը։ Այդ ընտրության մեջ կարող են վարիացիաներ լինեն, կարող են մարտավարական տարբերություններ լինեն, կարող է մեկը ասի մեր նպատակը Արցախի հետ վերադարձնելն է, մյուսը ասի մեր նպատակը այն է, որ Արցախի հայ ժողովուրդը վերադառնա Արցախ եւ այլն։ Այդ ամեն ինչը որոշակի, այսպես ասած, տակտիկական տարբերություններ են։ Ֆունդամենտալ խնդիրը դա պատրաստ ենք մենք նորից ապրել թուրքական գերիշխանության տակ, թե ոչ։ Եվ ես ուզում եմ հիշեցնեմ, եւ դա իմ ուղերձի շատ կարեւորագույն, այսպես ասած, կարմիր թեման, որ մենք արդեն ապրել ենք թուրքական գերիշխանության տակ, եւ դա վերջացել է ցեղասպանությամբ եւ հայրենազրկմամբ, եւ այն հսկայական տարածքը, մոտ 300,000 քառակուսի կիլոմետր, որի վրա պատմականորեն 3000 տարի եւ ավել ապրում էր հայ ժողովուրդը, տարածվում էր, բարգավաճում էր հսկայական քանակությամբ մշակութային, հոգեվոր եւ նյութական ժառանգություն է ստեղծել։ Հիմա ավերակների մեջ է եւ այդտեղ այլևս հայ մարդ չի ապրում։ Կամ շատ չնչին քանակություն ապրում, ասենք բնակչության 0.035%, հա։ Եվ մենք պետք է հասկանանք, որ թուրքական գերիշխանության տրվելը իր մեջ ունի նույն վտանգը, որ այսօր կարող է գլխի տակ փափուկ բարձ դնենք ես օգտագործեն։ Ոնց որ օգտագործել են մի քանի հարյուրամյակ հայերին որպես այսպես ասած լավ արհեստավոր, լավ առևտրական, հա։ Եվ լավ ճարտարապետ, լավ բժիշկ, հա, մտավորական, այո։ Իսկ հետո երբ որ պահ եկել է, ունեզրկել են, իրավազրկել են եւ վերջում նաեւ զրկել են կյանքից։ Եւ նույնիսկ Թալիաթի ու մյուսների հետ նրանց կապերը չեն փրկել անձնապես, երբ մարդիկ հաշվարկում են, որ իրենք կարող են թուրքական վերնախավի հետ անձնական մտերմությամբ փրկվել։ Որովհետեւ թուրքական վերնախավը իրականացնում էր ծրագրված, համակարգված, այսպես ասած, քաղաքականություն, որի նպատակը հայկական տարը ընդհանրապես բնաջնջելն էր։ Հիմա ես ուզում եմ արմատական հարց դնել մեր բոլոր ունկնդիրների առաջ։ Պատրաստ ենք մենք հանուն այսպես կոչված պատրանքային խաղաղության մեզ ենթարկել նույն վտանգին, նորից ապրել, ընդունել եւ ապրել թուրքական գերիշխանության տակ, այն հեռանկարով, որ ցանկացած պահի, եթե մենք մնացել ենք թուրքական ողորմածան, թուրքերը կարող են որոշել, որ այստեղ այլևս հայկական տար չպետք է լինի։ Իդեպ, որովհետեւ մենք հասկանանք 2023 թվականին սեպտեմբեր ուղիղ դա է տեղի ունեցել Արցախում, երբ որ մոտ 500 մարդ մի քանի օրվա ընթացքում զոհվեց մարտական գործողություններում, հետո այդ ցիստերնի պայթունից, հետո նաև ճանապարհին մեծ քանակությամբ ծերեր եւ այլն, եւ ամբողջովին հայաբնակ տարածքը ամբողջովին հայաթափվեց մեկ շաբաթվա ընթացքում։ Իսկ ով է ասում, որ նույնը չի կարող տեղի ունենալ Հայաստանի Հանրապետությանը, եթե մենք նորից տրվենք թուրքական ողորմածության։
Եվ եթե հարցը նայում է թե որն է այլընտրանք հետևելն է, չես տրվում թուրքական ողորմածուն, ընդհակառակը դաշնակցում ես բոլոր այն ուժերի հետ, որոնք պատրաստ են դիմագրավել թուրքական էքսպանսիային, կլինի դա Ռուսաստանի դաշնությունը, կլինի դա Իրանը, կլինի դա Հնդկաստանը, որը բնականաբար մեծ շահ ունի դրանում շահը, կլինի դա Չինաստանը, կլինեն այլ պետություններ։ Դու իրանց հետ դաշնակցում ես եւ փորձում ես իրանց հետ միասին համատեղ ամրացնել քո ազգային անվտանգությունը, քո պաշտպանությունը, քո ներքին դիմադրողականությունը։ Այդ է երկընտրանքը հիմա։ Նույնիսկ եմ ասում, դրա մեջ բազմաթիվ վարիացիաներ կարող են լինել։ Եվ իրականում այսօրվա քաղաքականությունը նրա մասին չի։ Թե ով քանի հատ մանկապարտեզ է կառուցել, թե կամ տեղական համայնքին քանի հատ կոմբայն է նվիրել։ Երբ որ այս ազգային ժողովը նայում եմ այդ քննարկումները, իմ մոտ ինչ-որ իմաստով դեժավյու է, էլի, որ մեկ թողած մեծ հարցը, որը օդում կախված է, ընկած ենք մանր հարցերի հետևից։ Սկզբից պետք է մեծ հարցին պատասխան տալ։ Ես հենց դրա համար ասացի, որ մեր քաղաքական միտքը մեծավ մասամբ խորհրդարանից դուրս է մնացել, եւ շատ կարեւոր է, որ արտախորհրդարանական առողջ ընդդիմադիր քաղաքական միտքը եւ ընդհանուր առմամբ հասարակական դաշտը մեկտեղվի եւ ինքը սկսի թելադրել խորհրդարանացած ընդդիմադիր ուժերին հասարակական զարգացումների ընթացքը, ցույց տա, որ այս խորհրդարանը, այս կառավարությունը, այս իշխանությունը լեգիտիմ չէ եւ չի ներկայացնում հայ ժողովրդին եւ նրա հավաքական շահը։ Եվ ուզում եմ հիշեցնել նաև, որ 2 օր առաջ, երբ դուք դուրս եկաք դատարանի շենքից, մի կարևոր հայտարարություն արիք, որը նույնիսկ որոշ ընդդիմադիր գործիչներ ասում են ոչ այդքան ուղիղ, ասում են երբեմն որոշ ակնարկներով։ Խոսքը Արցախ-Ադրբեջանի կազմում չճանաչելու մասին է։ Գիտեք, ես ընտրարշավի ամբողջ ընթացքում անհարմարության զգացում ունեի, պարոն Չալաբյան, որովհետև չկային ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք կհայտարարեին, թե չեն ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում։ Ես տեսնում էի հակառակը, նույնիսկ թրիփը ողջունող հայտարարություններ էի տեսնում, եւ այդ ժամանակ հարց էր առաջանում, թե որն է այս վարչախմբի եւ կոնկրետ այդ կամ մեկ այլ ընդդիմադիր ուժի տարբերությունը։ Ես բնավ արկածախնդրության կոչ չեմ անում եւ չեմ ասում, որ պետք է ասենք հաջորդ իշխանությունը գար եւ պատրեր դեն նետեր բոլոր փաստաթղթերը, բայց ոչ, դրանց մեջ պետք է փորձեր գտնել եւ վերաբանակցել մեզ համար ընդունելի դրույթներ եւ իշահ մեզ խաղարկել։ Եկեք նախ փորձենք նաև որոշակի ընդդիմադիր դաշտում, այսպես ասած, ներքին ազնվություն դրսևորելով հասկանալ, թե ինչու է ընդհանուր առմամբ մեր հասարակական քաղաքական միտքը հիմա խուսափում մեզ համար այդքան կարևոր եւ ընդամենը մի քանի տարի առաջ տեղի ունեցած այդ սարսափելի հայրենազրկման, բռնագաղթի մասին, մարդկության դեմ այդ ծանրագույն հանցագործության մասին խոսելուց, երբ կա օրինակ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որի մասին դուք եք շատ խոսել, այսինքն փաստարկները մեզ տրված են, ինչու ենք մենք դրա մասին նաև ընդդիմադիր դաշտը խուսափում խոսելուց եւ ինչպես դա նորից վերադարձնենք հանրությանը։ Շատ լավ, տեսեք, իրականում կա մի քանի գործոն, որը բացատրում է այսօրվա ձևավորված, այսպես ասած, քաղաքական մթնոլորտը։ Մեկը այսպես կոչված ռեալ պոլիտիկն է։ Այսինքն այն իրողության գիտակցությունը, որ Արցախը արդեն կորսվել է որպես այդպիսին, հետ վերադարձնելը ենթադրաբար համենայն դեպս տեսանելի հեռանկարում աներևակայելի, գուցե անհնար ջանքեր է պահանջում եւ բոլոր ուժային կենտրոնները արդեն հաշտ են դրա հետ։ Եվ բոլոր ուժային կենտրոնները արդեն հաշտ են դրա հետ, ինչ որ իմաստով, հա, կամ առնվազն անհաշտություն ակնհայտորեն չեն դրսևորում, եւ այդ պայմաններում պետք չի գնալ, այսպես ասած, գլոբալ կոնսենսուսի դեմ։ Բայց դրանք գումարվում է նաև ներքաղաքական նկատառում։ Ներքաղաքական նկատառումները այն է, որ եթե երկրում կա մոտ 2 միլիոն իրական ընտրող, հիշեցնեմ, որ մոտ 5 միլիոն երկրից դուրս է ապրում, ապա Արցախահայերը առավելագույնը դրա 2%-ն են եւ այդ 2% ընտրողի, այսպես ասած, քաղաքական պատվերը չի կարող գերակշռել մնացած 98%-ին։ Տեսեք ինչու՞ է այս ամեն ինչի ֆունդամենտալ խոցելիությունը։ Նախ ակնհայտ չի, որ այդպիսի գլոբալ կոնսենսուս կա։ Եվ ակնհայտ չի, որ գլոբալ կոնսենսուսը կպահպանվի ինչ-որ ժամանակ հետո։ Ով ասել, որ տենց է լինելու։ Ով ասել։ Ընդհանրապես ասած, պատմական իրադարձություններին պետք է նայել շատ ավելի մեծ ժամանակային հեռանկարով։ Հա։ Ի վերջո, երբ որ 1994 թվականին մենք կարողացանք հաղթանակով ավարտել պատերազմը, Ադրբեջանը կարող էր համակերպվել այդ արդյունքի հետ, ասել դե գիտեք ինչ, եկեք ես ճանաչեմ Արցախը Հայաստանի կազմում, դուք էլ ինձ վերադարձրեք տարածքների մի մասը, դրա շուրջը մենք կարողանանք գալ, այսպես ասած, փոխզիջման, ավարտենք այս պատերազմը, ամեն մեկս գնանք մեր գործերին, չէ՞, բայց չարեցին այդ։ Իրականում հետևողականորեն ներդրում կատարեցին նրա մեջ, որ հասնեն ռևանշի։ Եվ այդ ներդրումը տևեց 30 տարի։
94 թվականին իրանք պարտվեցին, 2023 թվականին կարողացան ըստ էության շրջել, հա, այդ ամեն ինչը իրենց օգտին։ Տևեց 29 տարի։ Տևեց 29 տարի։ Հիմա ով ասում, որ Արցախի վերադարձը պետք է տեղի ունենա 2 տարվա մեջ։ Բնականաբար ոչ մեկ այդպիսի պատրանք չունի։ Բայց ով ասում, որ դրանից պետք է հրաժարվել։ Իսկ հրաժարվում ես ինչի դիմաց։ Դիմացը ինչ է ստանում։ Խաղաղություն, ես կարող եմ պնդել իրականում, որ խաղաղություն կարելի է ապահովել լրիվ ուրիշ միջոցներով։ Լրիվ ուրիշ միջոցներով։ Խաղաղություն կարելի է ապահովել, եթե մենք իմ ասած տերությունների հետ կարողանանք նորմալ հարաբերություններ ձևավորենք, իրանք ըստ էության դառնան մեր խաղաղության եւ տարածաշրջանային խաղաղության ընդհանուր երաշխավորը։ Եվ այդ դեպքում դու կունենաս խաղաղություն։ Եվ դու Ադրբեջանի հետ կունենաս շատ կարևորագույն բանակցային ըստ էության հարց։ Արցախի հարցը նույնպես վերադարձնած բանակցության սեղանին։ Ասես հարգելիներս, ախր եկեք մի հատ հիշենք, էլի, եթե մենք ուզում ենք Ալմատայի հռչակագրի հիման վրա մեր հարաբերությունները կարգավորենք, այն բան, երբ որ դուք Ալմատայի հռչակագիրը ստորագրել եք, իսկ Ադրբեջանը հիշեցնեմ ձեզ 93 թվականին է ստորագրել Ալմատայի հռչակագիրը՝ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որը ստորագրել է 92 թվականի սկզբին։ Եվ ավերացրել է վերապահումներով այն ժամանակվա գերագույն։ Այդ բանը, երբ որ դուք ստորագրել եք, դուք Արցախը չեք վերահսկել, մեկ։ Երկրորդը, եթե խոսքը գնում է սովետական տարիների սահմաններին վերադարձի, հա, սովետական ստատուս կոն, այդ ժամանակ Արցախը եղել է նաև ինքնավար մարզ։ Ունեցել է ինքնորոշման որոշակի մակարդակ, հա, ինքնավարության որոշակի մակարդակ։ Դե եկեք խոսանք դրա մասին։ Չէ, ոչ ենք ասում նորից պատերազմի գնանք, բայց ասում ենք հետևյալը, եթե մենք գնում ենք նրա, որ այս տարածաշրջանում ֆունդամենտալ խաղաղության հասնենք, խաղաղության պետք է հասնել այն պայմաններում, երբ որ ոչ մի կողմը տուժած չի։ Ամեն կողմ մեղմ ասած ստանում է իր հասանելիքը։ Տեսեք, նախորդ իրավիճակում մինչև 2020 թվականը ըստ էության Ադրբեջանն էր տուժած կողմը, հա, որը համարում էր, որ մի շարք ադրբեջանաբնակ շրջաններ ըստ էության հայկական կողմի կողմից գրաված են, իրանց գաղթականները չեն կարողանում վերադառնալ եւ այլն, հա։ Հիմա հակառակն է, տեղերով փոխվել են։ Եվ չի կարող լինել երկարաժամկետ խաղաղություն, եթե կողմերից մեկը համարում է, որ իր ֆունդամենտալ հիմնարար իրավունքները խախտված են, իսկ ակնհայտ է, չէ՞ որ այդպես է։ Դե ես ասում, ադրբեջանցիներն են դա հասկանում, որովհետև դրա արդյունքում այս տարիների ընթացքում հարյուրավոր ադրբեջանցիներ պայթել են ականների վրա։ Արցախի հայաբնակ մասը չի վերաբնակեցվում ադրբեջանցիների կողմից, չեն ուզում այդտեղ ապրել, որովհետև հասկանում են, որ այսօր կարող է գան վաղը իրանց ձեռքից առնեն իրանցը չի, գիտեն որ իրանցը չի, ավելին իրենք երբեք չեն ապրել այդտեղ։ Ավելին փակ գոտի է շարունակում մնալ։ Եվ շարունակում է փակ գոտի մնալ, այս վերջերս պարզվեց, որ Ստեփանակերտում, որը երբ որ այնտեղ հայկական իշխանություններ 60,000 բնակչություն ուներ, հիմա կարող է 60 ադրբեջանցի ընդամենը ապրում, 60,000-ի փոխարեն, 1000-ին մեկ հարաբերակցությամբ, հասկանում եք, այսինքն պետք է ժամանակի ընթացքում եւ հիմնականում դիվանագիտական միջոցներով աստիճանաբար վերականգնել այն բանը, երբ որ մենք պետք է փորձենք գալ այն խաղաղության, որում ոչ մեկը տուժած չի։ Հիմա մենք տուժած ենք։ Հիմա 120,000 մեր Արցախի հայրենակիցներ գաղթականներ են, զրկվել են ոչ միայն իրաց տներից, զրկվել են իրաց կենսակերպից, իրաց միջավայրից, իրաց այն ամեն ինչից, որը իրաց կյանքն է եղել։ Նախնիների գերեզմաններից, եկեղեցիներից, իրաց այգիներից, իրաց ամենօրյա առօրյայից եւ այլն, հասկանում եք, եւ չեն էլ կարող վերականգնել։ Չես կարող, իրանք իրականում հիմա բանտում են ապրում ինչ-որ իմաստով, հասկանում եք, այսինքն իրենք վերել դրել են ինչ-որ փոքր պատերի մեջ, ասում են դե մի ձև յոլա գնացեք, այտենց չի, դա կյանք չի, հասկանում եք։ Եվ այդ ամեն ինչը պետք է ժամանակի ընթացքում բնականաբար վերականգնվի, բայց դու պետք է կամք դրսևորես։ Եթե դու այդ կամքը չես դրսևորում եւ ասում ես հանուն մի քանի ցիստերն ադրբեջանական բենզինի ես պատրաստ եմ դրանից հրաժարվեմ, ուրեմն բնականաբար ոչ մեկ քեզ ոչ մի չի վերադարձնելու։ Իսկ եթե դու դրսևորում ես կամք, ի վերջո ստիպված են լինելու քո այդ հաշվի նստելու։ Եվ դրա համար է, որ ես երեք գուցե մի քիչ ավելի էմոցիոնալ ասացի, քան թե սովորաբար կասեմ, բայց ֆունդամենտալ իմաստով մենք հավատում ենք դրան, որ մենք նախ դրա հնարավորություն ունենք։ Երկրորդը դա որևէ կերպ չի սպառնում Հայաստանի Հանրապետության, ընդհակառակը դա Հայաստանի Հանրապետության անվտանգության հավելյալ գործոն է, որովհետև դու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այսպես ասած, բանակցությունները նորից վերադարձնում ես Ադրբեջանի դաշտ։ Այն, որ Արցախի հայաթափումը եւ բռնազավթումը վերջնական չէ, Ալիևն էլ է հրաշալի հասկանում։ Բայց Փաշինյանն է ուզում այդ էջը փակել, պարոն Չալեբյան։ Այսինքն Ալիևը հասկանում է, նա հիմար չէ։ Նա գիտե, որ այդ էջը անվերադարձ փակելու համար ինքը ունի օրենսդրական խոչընդոտներ։ Իր դեմ կա հսկայական փաստագրական բազա մարդկության դեմ հանցագործությունների իրականացված 2020
22 եւ 23 թվականների պատերազմների ժամանակ, որոնք հայկական կողմը հրաշալի կարող էր օգտագործել եւ կապիտալիզացնել նրա դեմ, անում է ճիշտ հակառակը, ամենտեղ արդարացնում է Ալիևին, քվեարկում է Ադրբեջանի պես նրա պահանջով, նրան ավելի մեծ հնարավորություններ տալով, չխոչընդոտելով որևէ հարթակում նրա ներկայացվածությունը։ Եվ Ալիևը լավ հասկանալով, որ Փաշինյանը այլևս միջազգային իրավունքում որևէ սեփական դերակատարում չունի, հայ ժողովրդի հետ է խոսում, հայ ժողովրդի կամարտահայտությունն է պահանջում, ասում է դուք գնացեք քվեարկեք այսպես կոչված նոր սահմանադրության համար։ Ավելին, Պուտինն էլ է արդեն հայ ժողովրդի հետ խոսում, միգուցե առաջ էլ էր խոսում, բայց նա ասում է, որ Փաշինյանի ասածը փաստարկ չէ, եւ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև ընտրելիս հայ ժողովրդի հանրաքվեին ենք սպասում։ Եվ երբ այս վարչախմբի կարկառունները առավոտից երեկո ինքնիշխանություն բառն են արտաբերում, ուզում ես անընդհատ հիշեցնել, որ առնվազն երկու այլ պետության, ընդ որում մեկը թշնամի պետության առաջնորդ, քեզ պարտադրում է հանրաքվե, այսինքն քո ներքաղաքական հարցերին է միջամտում, քո ներքին գործերով է զբաղվում։ Ինչ ինքնիշխանություն, ինչ տարածքային ամբողջականություն։ Տարածքային ամբողջականության կամ այսպես կոչված արծվաշենի հնարավոր վերադարձի մասին են խոսում, պարոն Չալաբյան։ Երբ կառավարության 26-31 թվականների գործողության ծրագրում ավելի քան 250 քառակուսի կիլոմետրի վերադարձի մասին չեն գրել։ Այսինքն եթե Ադրբեջանը պիտի արծվաշեն վերադարձնի, նախ եւ առաջ պիտի իրավունքով մեզ պատկանողը չէ վերադարձնի, բայց ինչի չի վերադարձնում, կամ ինչի դուք չեք պահանջում նրանից վերադարձնել դա։ Որպեսզի շատ առանձին դրվագների մեջ չխորանանք, եկեք հասկանանք հետեւելը։ Փաշինյանը ըստեյության մի խնդիր է լուծում։ Դա սեփական, այսպես ասած, քաղաքական կյանքը երկարաձգելու խնդիրն է։ Եվ նա գիտակցում է, որ եւ իդեպ շատ այդ հարցում նա շատ ճարպիկ է։ Նա գիտակցում է, որ սեփական քաղաքական կյանքը երկարաձգելու հիմնական միջոցն է Ալիևի պարտադրանքը ըստ էության հայ ժողովրդի վրա պրոյեկտելն է։ Դե այդ դեպքում նա շարունակում է մնալ իշխանության։ Դե այդ դեպքում նա կարողանում է կոտրել հայ ժողովրդի առնվազն նրա որակյալ մեծամասնության պայքարի կամքը եւ պարտադրել ադրբեջանական նարատիվները եւ ըստ էության դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի կուսակալ, այսպես կոչված 4-րդ հանրապետություն կամ իրական Հայաստան կամ ինչպես ուզում եք այդ բանը սուրոգատը կոչեք, հա։ Նա հասկանում է, որ նա այլևս ինքնիշխան երկրի ղեկավար չի, որովհետեւ նա Հայաստանի ինքնիշխանության տարբեր հենասյուները հերթով քանդելով գնացել է։ Քանդել է Արցախը, քանդել է բանակը, քանդել է եկեղեցին կամ փորձել է քանդել առնվազն թույլատրել է եկեղեցին, բայց էապես թույլատրել է, հա։ Այս ընթացքում երբ որ կալանավարում էին, մենք ականատես եղանք հերթական խայտարակ ակտին, երբ որ հիշում եք, որ դատարանը փաստացի վարույթ չընդունեց, բայց իրականում ինչ որ իմաստով նաև վարույթ ընդունեց մի հարց, որը աբսուրդային է հնչում։ Վարույթ ընդունված է, դատավորը ինքնաբացարկայնեց։ Բայց այն, որ վեհապարը մեղադրյալի կարգավիճակում կանգնում է դատական նիստերի դահլիճում։ Տեսեք, իմ տեսանկյունից խնդիրն չի, որ վեհապարը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Բայց ինչ մեղադրանքով։ Ինչի համար։ Իմ համար հենց իմ համար խնդրահարույցը մեղադրանքն է, որտեղ ըստ էության վեհապար հայրապետը մեղադրվում է իր, այսպես ասած, իրավասությունները իրականացնելու համար։ Իր բացարձակ իր կանոնակարգային իրավասությունները իրականացնելու համար։ Ես չեմ պատկերացնում, ասենք, ուրիշ որևէ կազմակերպություն շատ ավելի ցածր ինքնավարության աստիճան ունեցող կամ քան հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որի իրավասությունների շրջանակը ըստ էության սահմանադրությամբ կանխորոշված մեր, որ նա, ասենք, իր աշխատակցին հեռացնի եւ դրա համար նրա դեմ քրեական հետապնդել, լավագույն դեպքում կարող լինի վարչական վարույթ, քաղաքացիական վարույթ եւ այլն, բայց ոչ բնավ ոչ քրեական, հասկանալի է։ Այսինքն այդ բոլորը միջոցներ են, ընդ որում շատ մանիպուլյատիվ կերպով օգտագործվող, որի հիմքում հայության դիմադրողականության տարբեր բաղադրիչները խարխլելն է, որպեսզի մեր ընդհանուր ազգային դիմադրողականությունը այս ընթացքում նվազի։ Եվ դա է ԿՊ-ի քաղաքականությունը։ Եվ իրենք դա անթակույց են անում։ Ես օրինակ երբ որ կալանավարում էի, շատ մեծ, այսպես ասած, հետաքրքրությամբ հետևում էի Արման Եղոյանի, որը դարձել է ԿՊ-ի առավել, այսպես ասած, գաղափարական եւ անկեղծ խոսափողներից մեկը, որ օրինակ աբսուրդային գաղափար էր բան առաջ տանում Սփյուռքի թուլացման եւ Հայաստանը եւ Սփյուռքը, այսպես ասած, մեկի ուժեղացումը մյուսի թուլացման հաշվին։ Այսինքն Հակոբյան։ Չէ, որը ես ձեզ ասում եմ, էլի բացարձակ հիմար գաղափար է, որովհետեւ ես օրինակ դրա հակառակի ապացույցն եմ։ Ես մարդ եմ, որ ինչ որ իմաստով եւ Հայաստանից եւ Սփյուռքից է, որովհետեւ ես 21 տարի անցկացրել եմ Սփյուռքում կյանքից, իսկ մնացած մասը Հայաստանում։ Եվ այն, որ ես
Սփյուռքում գտնվելով ուժեղացրել եմ Սփյուռքը, ի վերջո վերելա նա, որ դա ուժեղացրել է Հայաստանը, ինչի որովհետև Սփյուռքում ձևավորված կապիտալը վերաներդրվում է Հայաստանի մեջ։ Հայաստանի եւ Սփյուռքի միջև, այսպես ասած, հարաբերակցությունը պարզ մաթեմատիկական հարաշիվ չի, որ եթե մարդը կամ ըստեղա կամ ըստեղ կամ սա է ուժեղ կամ սա է ուժեղ, չէ, մարդը կարող է երկու տեղում էլ լինի տարբեր չափերով, եւ այդ կապող օղակներն են, որ ուժ են տալիս այդ ամբողջ համակարգին։ Եվ Արման Եղոյանը եւ ԿՊ-ի մնացած, այսպես ասած, խոսնակները պարզապես կամ դա չեն գիտակցում, կամ գիտակցելով գիտակցաբար փորձում են այդ ամեն ինչը նենգափոխեն, որպեսզի եւս մի կարևոր հենասյունի հարված հասցնեն։ Դա Սփյուռքն է, որը մեր կարևորագույն գլոբալ համաշխարհային, այսպես ասած, ցանցն ազդեցության, եւ որը ԿՊ-ն ի դեպ այս տարիների ընթացքում ֆունդամենտալ փորձել է թույլատրել, ամեն ձևով թույլատնելով։ Դա հասկանալի է։ Եվ մենք պետք է հասկանանք, որ մեր ազգային համակարգը բարդ է բավականին։ Մենք ասենք բան չենք, էլի ֆրանսիացիներ չենք, ենթադրենք, կամ գերմանացիներ չենք, որոնք ունեն ըստեյության հզոր բազմամիլիոն ազգային պետություն։ Մեր մոտ ավելի բարդ է։ Մեր ազգային համակարգի եւ կենսունակության զգալի մասը դա մեր Սփյուռքն է, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, որի զգալի մասը Հայաստանից դուրս է եւս գտնվում եւ այլն։ Այդ բոլոր տարերը դիմադրողականության լրացուցիչ տարեր են։ ԿՊ-ն հետեւողականորեն ընկած է դա քանդելու հետևից։ Հետեւողականորեն։ Մենք այս ընթացքում տեսանք եւս մի բան։ Երբ որ ԿՊ-ն ընդունեց օրենսդրություն, որը հուսով եմ, որ կվիճարկվի նաեւ Սահմանադրական դատարանում անդիմության կողմից, որով արգելեց Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն բնակվել վերջի տարվա ընթացքում, քվեարկել ընտրությունների օրը։ Փաստորեն կես միլիոն մարդու հակասահմանադրական ապօրինի ճանապարհով զրկելով ընտրական իրավունքից։ Իրենք արդեն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ նոր ոտնձգությունների անոնցնել են արդեն արել, ընդ որում վերջին օրերին ես թարմացրի արխիվը եւ վերգտա այն, որ 2021-ի նոյեմբերին, ապա դեկտեմբերին ունեցած իր երկու ասուլիսներում Փաշինյանը պնդում էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իրար հանդեպ որևէ տարածքային հավակնություն չունեն անկլավների մակարդակում եւ նման փաստագրված տվյալ չկա։ Ավելին 2021-ի ապրիլին Աչաջուր գյուղում ունեցած իր նախընտրական հանրահավաքում նա խոստանում էր թևերը կտրել, բայց անկլավներ չհանձնել։ Օնիկ Գասպարյանին էր սպառնում, թե իբր նա էր այդ ստերը տարածում, որ նոյեմբերին մի փաստաթղթում նաև նման դրվագ կար, հետո պետք է իմանանք, որ նախնական տարբերակում եղել է, Տավուշի մարզի այսպես կոչված անկլավների մասին դրույթ, հետո դա հանվել է։ Հիմա արդեն չի էլ թաքցնում, հայկական տեղանունն էլ չի օգտագործում, պարոն Չալաբյան։ Արդեն քյարքի է ասում միայն, Տիգրանաշեն չի կարող ասել։ Այնպես ինչպես 5 տարի առաջ ասում էր բոլորիս անհայտ տեղանուններ, Էյվազլի եւ Չայզամի։ Ոչ մի սյունեցի այդ տեղանունները չի օգտագործում, ասենք Որոտան են, չէ՞ ասում մարդիկ։ Էյվազլի ասող սյունեցու ես չգիտեմ, բայց ինքը միտումնավոր էր դա ասում։ Եվ հիմա էլ միտումնավոր ասում է քյարքի, եւ հիմա էլ միտումնավոր դա ճանաչում է Ադրբեջան։ Եվ 23 թվականի մայիսին, երբ նա իր մի ասուլիսում առաջին անգամ Ալիևի պահանջը ուղիղ կատարելով ասաց, որ Ադրբեջանի տարածքը կազմում է 86600 քառակուսի կիլոմետր, որի մեջ նաև Ղարաբաղն է, շարունակեց ասած նաև անկլավները։ Եվ տեսեք, թե ինչ հերթական պարզ խաբեությամբ է փորձում մարդկանց համար այս թեման ցրել։ Ասում է, բա մեր Արցվաշենը։ Չէ՞ որ Արցվաշենը 10 անգամ ավելի մեծ տարածք ունի, քան Տիգրանաշենը։ Չէ՞ որ մենք պիտի մեզ պատկանողը վերադարձնենք, ակնհայտ է, չէ՞ որ ոչ վերադարձվելու է, ոչ էլ որ վերադարձի դեպքում նույնիսկ եթե այդպիսի բան լինի, ոչ մի հայ չի կարողանալու գնալ այնտեղ ապրի այդ կղզիացած գյուղակում։ Բայց իր խնդիրը հիմա Տիգրանաշենը հանձնելն է եւ հերթական անգամ կանգնում ենք շատ կարեւոր խնդրի առջև, պարոն Չալաբյան։ Նախ խափանել այս հայրենահանձնումը, որը սահմանադրական կարգի տապալում է, որը Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարում է, բայց նաեւ միգուցե հնարավորություն է, ինչպես 24 թվականի մայիսին Սրբազան շարժման օրերին, երբ դարձյալ նմանատիպ խնդրի պատճառով կամ շնորհիվ կամ հետևանքով գեներացվեց տասնյակ հազարավոր մարդկանց ընդդիմադիր շարժում, ցավոք ընթացքը այդքան էլ բարեհաջող չէր։ Բայց միգուցե այս անգամ հնարավոր է այս խնդիրը օգտագործելով Փաշինյանին հերացման գնալ։ Եկեք նախ խնդրին, բուն անդրադառնանք, տեսեք։ Իրականում անկլավներ իրավական հարթության մեջ գոյություն չունեն։ Եվ շատ պարզ պատճառով։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է Խորհրդային Միությանը, իսկ դա տեղի ունեցել 1922 թվականին, հիշեցնեմ ձեզ, անկլավներ գոյություն չեն ունեցել։ Եվ հետագա տարիների ընթացքում, այսինքն մինչև 1991 թվականը, երբ որ մենք Խորհրդային Միությունից անկախացել ենք, չկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև որևէ միջպետական փաստաթուղթ, որը կհաստատի տարածքների փոխանցումը Ադրբեջանին։ Եթե կա այդպիսի փաստաթուղթ, ես պարոն Փաշինյանին
եւ իր շրջապատին հիմիկվանից պահանջում եմ բերեք այդ փաստաթղթերը ներկայացրեք այդ փաստաթղթերը, այդ որ միջպետական փաստաթղթերով են այդ տարածքները հանձնվել Ադրբեջանին։ Չկան այդպես փաստաթղթեր։ Երբ որ Փաշինյանը հղում է կատարում քարտեզների վրա, պետք է հասկանալ, քարտեզները այդ միջպետական փաստաթղթեր չեն։ Քարտեզը ցանկացած ձևով կարելի է նկարել։ Այդ այսպես կոչված Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզները այդ ձևով են նկարած մի պարզ պատճառով, որովհետև այդ տարածքները Ադրբեջանին տրված են եղել վարչական օգտագործման, ոչ թե փոխանցվել են Ադրբեջանի Հանրապետությանը։ Եվ դրանք այդ տարածքները Ադրբեջանի Հանրապետության չեն պատկանում։ Ի տարբերություն Արցախին, որը պատկանում է մեզ, որովհետև ի սկզբանե եղել է Հայաստանի Հանրապետության կազմում, ավելին ձեզ ասում, Արցախին անկլավ չի եղել։ Ցամաքային հուսալի կապ է ունեցել։ Միացած է եղել Հայաստանի Հանրապետության, հետո է դարձել։ Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից մեկն է եղել։ Այո։ Ավելին ձեզ ասեմ, ալ լճերը եւս Հայաստանի Հանրապետության կազմում են եղել եւ շատ տարածքներ։ 31000 քառակուսի կիլոմետր եղել 26 թվականի դրությամբ։ Այո, 31000 քառակուսի կիլոմետր եղել եւ երբ որ ասում են ճանաչեք 29743, այդ ինչ թիվ է, դա որտեղից է վերցված այդ թիվը։ Ճանաչում 31000-ը, որովհետեւ մենք այդ 31000-ով ենք անդամակցել Խորհրդային Միություն։ Ինչով անդամակցել ենք, դրանով պետք է դուրս գայինք այդ նույն տրամաբանությամբ, չէ՞։ Որովհետեւ ինչու պետք է ուրիշ բանով դուրս գայինք, որ նույն հատուկ ասում եմ 31000-ն եք ճանաչում, ոչ թե ձեր ասած 29743։ Կամ դուք այդ 31000-ն եք կամ 29743-ն եք ժառանգել։ 2018-ին դուք քանի քառակուսի կիլոմետր եք վերցրել։ Դա մի քիչ այլ հարց է, բայց նորից եմ ասում, եթե մենք ասում ենք, որ մեր համար հիմք է հանդիսանում Խորհրդային Հայաստանի տարածքը, երբ որ Խորհրդային Հայաստանը անդամակցել է Խորհրդային Միությանը, եղել է 31000 քառակուսի կիլոմետր։ Եկեք դրա մասին խոսենք։ Այդ մեկ, երկրորդը, եթե Փաշինյանը հիմա փորձի այդ տարածքները հանձնել, ես կարծում եմ, որ Փաշինյանը հստակ պետք է գիտակցի, դա պետական դավաճանության ակտ է։ Եվ նա պատժվելու է պետական դավաճանության համար։ Նա արդեն հիմա պետք է հասկանա իր իշխանությունը ոչ միայն հավերժ չէ, այլ նրա, այսպես ասած, ավարտը շատ տեսանելի հեռանկարում է։ Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնումը, որոնք դուք գիտեք, որ ասենք նույն Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման օրենքով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի բնակավայրից Արարատ խոշորացված համայնքի բնակավայրերից մեկն է։ Եթե նա փորձի, մեր օրենսդրությամբ դա մեր տարածքն է։ Եթե նա դա փորձի հանձնել, նա դրա համար պատասխանատվություն է կրելու։ Պարտադիր կերպով օրենսդրորեն, բոլոր օրենսդրական հիմքերով դա Հայաստանի Հանրապետության տարածք է։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետության տարածք չէր, հունիսի 7-ին ինչու էր այդ գյուղում ընտրատեղամաս բացվում։ Այսինքն այդ որ տրամաբանությամբ է այս փուլում դա դարձել ոչ Հայաստանի տարածք։ Ես նույնիսկ եմ ուզում ասեմ, բոլոր իրավական հիմքերով եւ Տիգրանաշենը, եւ Վերին Ոսկեպարը, եւ այդ ազատամուտի Սոֆլու Բարխուդարլու նախկին, այո, դրանք Հայաստանի Հանրապետության տարածքներ են։ Եթե Փաշինյանը իր բախտը փորձի դրանց հանձնել, ամենայն պատասխանատվությամբ եմ ձեզ ասում, վաղ թե ուշ ինքը կանգնելու է դատարանի առաջ պետական դավաճանության մեղադրանքով։ Ի թիվս բազմաթիվ այլ մեղադրանքների, որոնք արդեն շալակել են։ Բազմաթիվ այլ մեղադրանքների, բայց սրանք այնքան ակնառու են, որ դու նորից եմ ասում, եթե մնացածները ինչ որ չափով գտնվում են, այսպես ասած, գորժ գոտում, սա ակնառու է, սա Հայաստանի Հանրապետության տարածք է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Սա Տիգրանաշենը մասնավորապես Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ խոշորացած համայնքի բնակավայրերից մեկն է։ Այո, այնտեղ ընտրատեղամասը բացվել, այնտեղ մարդիկ ընտրություն են կատարել։ Կադաստրի վկայականներ ունեն այդ մարդիկ։ Այո։ Եվ շատ ակնհայտ է, չէ՞, թե Ադրբեջանը ինչու է նախ եւ առաջ թիրախավորված հենց այդ բնակավայրը ուզում։ Քարտեզ կարդացող ցանկացած մարդը հրաշալի հասկանում է դա։ Ես մի բան ասեմ, այդտեղ ամենակարևորը նույնիսկ բնակավայրը չի։ Ճանապարհն է նախ եւ առաջ։ Ճանապարհն է եւ ոչ միայն ճանապարհն է, այլև խնդիրն է անում, որ պատկերացնա տեղանքը նա հասկանում է, որ այդ ճանապարհին այլ ընտրանք գոյություն չունի։ Որտեւ տեղանքը այնպեսին է լանդշաֆտը, որ եթե այդ ճանապարհը չլինի, ճանապարհը ստիպված պետք է դու տառնես Հայաստանի խորքը, առնվազն 20 կիլոմետր Հայաստանի խորքը, իրական կա այդպեսի ճանապարհ, բնավ ոչ միջպետական նշանակության, նեղ, ոլորապտույտ, բեռնատարների համար ոչ պիտանի։ Այո, որը անցնում է շատ ավելի բարդ տեղանքով, վեդի բնակավայրով, հետո Ուրցաձորով, Ուրցալանջով եւ այլն, հա։ Եվ ըստ էության դրանց միջև ուրիշ հնարավորություն չկա, որտեղ լեռներ են։ Ուրիշ որևէ հնարավորություն չկա, բայց ես ձեզ ասեմ, խնդիրը միայն ճանապարհը չի։ Այդ ճանապարհը եւ այդ հատվածը բարձունքներ են, որոնք ըստ էության մեր պաշտպանական համակարգի տեսանկյունից ֆունդամենտալ նշանակություն ունեն։ Եթե դուք այդ անկլավը հանձնեք Ադրբեջան, մեր պաշտպանական համակարգը Զանգակատուն գյուղից մինչև Երասխավան
փլվում է ամբողջովին։ Մոտ 30-40 կիլոմետր պաշտպանական գիծ ունենալու է իր թիկունքում գերիշխող ադրբեջանական դիրքեր։ Եվ ամբողջ պաշտպանական համակարգը փլվելու է։ Մեր մի շարք գյուղեր, մի շարք բնակավայրեր դառնալու են անպաշտպան։ Առաջին հերթին Երասխավանը, բայց նաև Պարույր Սևակը, Զանգակատունը, նույն Լանջառը եւ այլն, որովհետեւ պաշտպանական գիծը ըստեյության ավտոմատ կերպով 20 կիլոմետր հետ է բերվելու։ Սուրենավանը նաև եւ այլն։ Սա է իրականությունը։ Եվ Ադրբեջանը այդ իրականությունը շատ լավ գիտի։ Եվ ինքը գիտի, որ ունենալով Փաշինյանի պես կամակատար ըստեղ, որը այս ընթացքում որևէ հարցում ըստեյության չի կարողացել դիմադրել Ալիևին եւ պարզ պատճառով, որովհետեւ չունի այդ դիմադրության նպատակ, որովհետեւ իր իշխանությունը կախված է Ալիևից, այս մի բանն էլ կփորձի իրականացնել։ Բայց այստեղ նա պետք է բնականաբար դեմ առնի հայ ժողովրդի դիմադրությանը եւ նորից ուզում եմ ասեմ, որ ես չեմ էլ կասկածում, որ դիմադրությունը տեղի կունենա։ Եվ դիմադրության կազմակերպումն է շատ կարևոր։ Ու նորից գալիս եմ սկզբնական հարցադրմանը, պարոն Չալաբյան, այդ դիմադրության կազմակերպման քաղաքական մեխանիզմ է պետք խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս հասարակության վերնախավերի, ընտրանիների լայն համախմբմամբ այն գիտակցությամբ, որ Տիգրանաշեն բնակավայրը Տիգրանաշենցունը չէ միայն, այդ մի քանի տասնյակ ընտանիքինը չէ, որոնց մի մասին կամ մեծ մասին տարբեր տվյալներով արդեն տներ են առաջարկում Պարույր Սևակում, հարևան բնակավայրում։ Տիգրանաշենը, որը անվանվել է Ավշարցի զոհված ազատամարտիկ Տիգրան Մելիքյանի անունով, բոլորինս է, այնպես ինչպես Հայաստանի բոլոր բնակավայրերն են բոլորինս։ Եվ այո, սա սահմանադրական կարգի դեմ ոտնձգություն է եւ պետական դավաճանություն է։ Եվ ես ցավալի միտում եմ հիմա տեսնում, երբ մարդիկ ընդամենը մեկ համայնքի խնդիր են սա դիտարկում, ավելին։ Ես չեմ հասկանում այն միտումը, երբ Տիգրանաշենի քվեարկության արդյունքներն են հրապարակում եւ ասում տեսնում եք, որ ԿՊ են ընտրել, ԿՊ չեն ընտրել, հարգելիներս։ Զորք են տարել այնտեղ այնպես ինչպես Կիրանցում, Իշխանասարում եւ բազմաթիվ այլ բնակավայրերում, որ իբր մեզ ցույց տան, թե տեսեք, անգամ այսպես կոչված հանձնվող բնակավայրի բնակիչն է կողմ այդ բնակավայրի հանձնմանը։ Ես ասում եմ, եթե հանձնվող բնակավայրի բնակիչը նույնիսկ կողմ է ԿՊ-ին, դրանից ոչ մի բան չի ետնում, որովհետեւ դուք ճիշտ միտք եք ասում։ Այդ բնակավայրը եւ ընդհանրապես ասած այդ տարածքը բոլորինս է։ Իսկ մենք ԿՊ-ի օգտին չենք քվեարկել։ Եվ մեր բնակչության մեծամասնությունը ԿՊ-ի օգտին չի քվեարկել եւ ԿՊ-ն մանդատ չունի Հայաստանի Հանրապետության տարածքները Ադրբեջանին հանձնելու համար։ Ավելին ձեզ ասեմ, ես կարծում եմ, որ Փաշինյանը հրաշալի դա գիտակցում է եւ հասկանում է, որ ինքը հայտնվել է, այսպես ասած, մուրճի եւ զնդանի միջև։ Նա հասկանում է, որ մի կողմից ինքը ըստ էության պետական դավաճանության ակտ պետք է իրականացնի սեփական իշխանությունը երկարաձգելու համար, բայց հետագայում այդ դավաճանության ակտի ամենածանր հետևանքներին առերեսվելու վտանգով կամ պետք է կարողանա ինչ-որ ձևով խուսափել դրանից։ Եվ դրա համար է նա խոսում նաև տարածքների փոխանակության մասին։ Դրա համար է նա հասկանում, որ մանավանդ Տիգրանաշենի հանձնումը, թեև ձեզ ասեմ, որ վերին ոսկե պարն է իրականում շատ վտանգավոր հատված։ Դա էլ մյուս միջպետական ռազմավարական այրուղու վրա է տեղակայված։ Դա էլ է քանդում մեր պաշտպանական համակարգը եւ այլն, դա բերում է նրան, որ ադրբեջանցիները մոտենան Լոռու մարզին, որը ըստ էության մեր ամենաանվտանգ մարզերից մեկն է, հա։ Բայց դնենք դա մի կողմ մի բա, բայց Տիգրանաշենի հանձնումը եւ այդ այսպես կոչված տարածքի հանձնումը դա անդամատայլու է Հայաստանը։ Դա ըստ էության բերելու է նրան, որ կենտրոնական Հայաստանը եւ մյուս կողմից հարավային մասը Հայաստանի վայրազորությունիքը իրարից կտրվեն։ Դրա համար դրա ամենակարևոր շահառուները բնականաբար Տիգրանաշեն գյուղի բնակիչները չեն, որոնց իսկապես կարելի է տեղափոխել, այլ են 200,000 մեր հայրենակիցները, որոնք ապրում են Սյունիքում եւ Վայոց-Ձորում, եւ որոնք հայտնվելու են ըստ էության շրջափակված Արցախի կարգավիճակում։ Շրջափակված Արցախի կարգավիճակում են հայտնվելու, եթե հանգարց Փաշինյանին հաջողվի մինչև վերջ տանել այդ ծրագիրը եւ հանձնել Տիգրանաշենը։ Մեկ այլ դրվագել եմ ուզում հիշեցնել, նմանատիպ մեկ այլ հանցագործության Գորիս-Կապան ավտոճանապարհի հանձնումը 2021 թվականին սկսված եւ 22-ին շարունակված ու ավարտված։ Ինչ էր ասվում սկզբում, Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը ասում էր, որ հայկական մեքենաները հնարավորություն կունենան որոշակի մաքսավճարի դիմաց երթևեկելու այդ ճանապարհով, խոսքը ընդհանուր առմամբ 21 կիլոմետր երկարության մասին էր։ Շատ արագ պարզվեց, որ դա էլ էր սուտ, եւ հիշում եք այն հայտնի կադրերը, երբ արցախցի ֆուտբոլիստ երեխաների ավտոբուսը ադրբեջանական իշխման կանգնեցրեց, քերեց դանակով Արցախի դրոշը, երեխաներին ահաբեկեց, այդ տեսանյութը նկարեցին, տարածեցին։ Ակնհայտ է, չէ՞, որ Տիգրանաշենում թշնամական զինված ներկայության ուղիղ հետևանքը դա է լինելու։ Հա, բնականաբար։ Իրենք սկսելու են ահաբեկել շրջակա նախ տասնյակ գյուղերի հայ բնակիչներին, ապա եւ առհասարակ հայկական համարանիշերով բոլոր մեքենաները այնտեղով չեն կարողանալու անցնել։ Կասկած չկա։ Որ եթե տարածքը տրամադրվի Ադրբեջան, նախ նա միլիտարիզացիայի է ենթարկվելու, այդտեղով անցնող ճանապարհը բնականաբար փակվելու է։ Հաջորդ քայլով Ադրբեջանը փորձելու է այդ անկլավի եւ
մնացած Ադրբեջանի միջև ցամաքային կապ հաստատել եւ ընդհանրապես ճեղքել այդ հատվածում Հայաստանի Հանրապետությունը եւ նույնիսկ ասում դա մեր պաշտպանական համակարգը քանդելու եւ Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից կտրելու ուղիղ գործողությունն է։ Ուղիղ գործողությունն է, ըստի նա ով որ կիրականացնի այդ գործողությունը անպայման կփորձի իրականացնել, նա անպայման կանգնելու է դատարանի առաջ եւ պատժվի պետական դավաճանության մեղադրանքով։ Որտեղ նույնիսկ եմ ասում, հիշեք, որ այս դեպքում Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու որևէ իրավական հիմք գոյություն չունի։ Սա Հայաստանի Հանրապետության տարածք է։ Երբ դուք կալանավայրում էիք, վարչախումբը շատ մեծ հանդիսավորությամբ նշում էր այսպես կոչված խաղաղության համաձայնագրի նախաստորագրման 1 տարին, կամ մենք ասենք առաջին տարելիցը։ Պարագլուխը հատուկ ուղերձ էր, հեռուստաուղերձ էր հրապարակում այդ թեմայով, խորհրդարանում էին շնորհավորանքներ հնչում խաղաղության հաստատման առաջին տարեդարձի առիթով եւ այդպես շարունակ։ 1 տարի անց, պարոն Չալաբյան, չոր հաշվարկում մենք չունենք անգամ 1 միլիմետրով այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը մոտեցած որևէ գործողություն, հակառակը ունենք ուժգնացած նախապայմաններ Հայաստանի ներքին քաղաքական կյանքին վերաբերող, մասնավորապես Հայաստանի սահմանադրության փոփոխման կամ նոր սահմանադրության ընդունման, ունենք Ադրբեջանում հայատյացության, այլատյացության աճի տեմպերի շարունակում եւ տեսնում ենք նաեւ մեր քրիստոնեական հուշարձանների ավերումը Ադրբեջանին անցած Արցախի բռնազավթված տարածքում եւ այս վարչախմբի ձայնակցությունն ենք տեսնում։ Այնքան ամոթալի է ամեն անգամ լսել, կարծես փորձություն լինի։ Երբ հայկական ազգանվամբ ցավոք սրտի որևէ ԿՊԱ-կանի հարցնում են օրինակ Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանու Հայր տաճարի ավերման մասին, եւ թե ինչպես են նրանք շրջանցում այդ հարցը եւ ոչ միայն այդ հարցը, ասենք օրինակ ընդդիմադիր падգամավորները կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովի նախագահի տեխնացուին հարցնում են, ասում են իսկ ամարասը, դադիվանքը, գճավանքը ձեր պաշտպանության տակ են թե ոչ, եւ նրանք փաստացի հրաժարվում են։ Գիտեք, ցավալի բան պետք է ասեմ, բայց իրականությունը առերեսվենք։ Պետք է հասկանալ, որ քաղաքացիական պայմանագրի падգամավորների գործատուն ըստ էության եւ հովանավորը Ադրբեջանի բռնապետական վարչակարգն է, որովհետեւ նա է ըստ էության Փաշինյանի իշխանության հիմնական հենարանը, նրա միջոցով Փաշինյանը կարողացավ երկարաձգել իր իշխանությունը եւ բնականաբար բոլոր այդ падգամավորները պետք է գերադասեն Ադրբեջանի պետական շահը հայ ժողովրդի շահերի հանդեպ։ Իրանց համար իսկապես ամարաս կամ գվանձասար կամ դադիվան գոյություն չունեն, որովհետեւ դրանք բոլորը ադրբեջանական տաբուներ են հիմա եւ իրենք այդ տաբուները պետք է պահպանեն։ Ցավոք, ինձ գիտեք ինչն է ցավ պատճառը, ոչ թե ինչ-որ անում է ԿՊ-ն։ Ոչ թե ինչ-որ անում է ԿՊ-ն, որովհետեւ ի վերջո ամեն ազգի ներսում էլ կան այդպիսի, այսպես ասած, կոլաբորացիոնիստ տարեր, հա։ Ինձ ցավ է պատճառում, որ մոտ 700,000 մեր հայրենակիցներ իրենց օգտին են քվարկել։ Սա ահավոր ցավ է պատճառում իմ համար, որովհետեւ առողջ տրամաբանությամբ դա պետք է տեղի չունենար։ Եվ դա տեղի ունեցել մի կողմից խաբեության, բիրտ ճնշման, հա, ընտրակաշառքների, մանավանդ տարեցների նստեյության մասսայական ընտրակաշառքի միջոցով է տեղի ունեցել, բայց եւ ցավոք պետք է արձանագրեմ նաեւ, որ մեր հայրենակիցների մի մասը կամավոր են այդ ընտրությունը կատարել, որովհետեւ իրանք գերադասել են ԿՊ-ի կողմից, այսպես ասած, քարոզվող կեղծ խաղաղության այս պատրանքը իրական խաղաղության, իրական արժանապատվության, իրական ազգային պետության համար մղվող պայքարին։ Իրանք ըստ էության գնացել են հեշտ ճանապարհով։ Իրանք վերցել են ԿՊ-ի կողմից այս մատուցվող կեղծ քաղցր խայծը, հա, քաղցր սուտը եւ դա գերադասել են այն դառը ճշմարտությունից, որը կա, այս դառը ճշմարտությունն է, որ մեր գոյության, մեր արժանապատվության, մեր ինքնիշխանության համար պետք է պայքարել։ Որովհետեւ եթե դու 3 միլիոնանոց քրիստոնյա ժողովուրդ ես շրջապատված 100 միլիոն թուրքական, այսպես ասած, հոծ բազմությամբ, չես կարող առանց պայքարի ապրես։ Դա քո ճակատագիրը։ Դու պետք է պայքարես, այլապես դու կամ կբնաջնջվես, կամ կստրկացվես։ Չկա ուրիշ այլ ընտրանք։ Ցանկացած այլ բան միջանկյալ միջոց է։ Եթե քեզ հիմա գլխի տակ փափուկ բարձ են դնում ԿՊԱ-ականները, ու ասում են, հեսա մենք Թուրքիայի հետ ճանապարհները կբացենք, հեսա տեսեք Ադրբեջանի հետ խաղաղությունը։ Հարգելիներս, դա տևելու է մի քանի տարի ընդամենը։ Ձեր գլխի տակ փափուկ բարձ են դնելու եւ հետո անեն այն, ինչ որ արել են Արցախի հետ, այն ինչ որ արել են Նախիջևանի հետ մինչև հետ, այն ինչ որ մինչև հետ արել են Կարսի հետ եւ այլն։
700,000 մոլորյալների մասին երբ խոսեցիք, այստեղ միգուցե պետք է որոշակի վերապահում անել, պարոն Չալաբյան, այլ հավասար պայմաններում այդ մարդկանց մի մասը, ես կարծում եմ մեծ մասը, իրեն այդպես չէր դրսևորի եւ այդպես չէր քվեարկի, բայց այն տեղեկատվական տերորը, ուղեղների այն տոտալ լվացումը եւ ճշմարիտ քարոզչա փողերի լռեցումը, որ վերջին 8 տարում տեղի է ունենում, շատ մարդկանց անկեղծ մոլորության է մղում, այսպես ասեմ, այսինքն նրանց մոլորության մեջ դուք էլ ես էլ շատ լավ գիտենք, շփվում եք մեր հայրենակիցների մեջ։ Իրենք ինֆորմացիայի պակաս ունեն ընդհանրապես, երբ սկսում ես իրապես լուսավորել, ցույց տալ, տեղեկացնել տարածաշրջանային զարգացումները, քարտեզ ես փռում դեմը եւ խնդրում ես, ասենք, པարզ դատողություններ անել, սկսում են հասկանալ, բայց մյուս կողմից էլ առավոտից երեկո այդ տեղեկատվական աղբանոցն են լսում։ Հանրային կոչվող ադրբեջանա-թուրքական քարոզչության վերածված խոսափողն են լսում։ Ես ես մի հատ հետաքրքիր այդ իմաստով դիտարկումով կիսում եմ, երբ որ կալանավարում էի գտնում, ստիպված բավական մեծ քանակությամբ ժամանակ էի ծախսում հանրային հեռուստատեսությունը նայելու համար։ Եվ այդ հեռուստատեսությունը կոչվում է հանրային, չէ՞, ենթադրաբար նա հանրության բոլոր շերտերին պետք է այսքան մանչափով տենց բալանսավորված լուսաբանի։ Իրականության մեջ կա տակա այսպես կոչված վազող տող, հա։ Վազող տողը բացառապես պրոիշխանական էր, բացառապես։ Դեռ չկար որևէ բալանսավորված մեկնաբանություն։ Օրինակ, երբ որ ազգային ժողովում ելույթ են ունենում իշխանական եւ ընդդիմադիր падգամավորներ, չէ՞։ Այնտեղ հղումներ են միայն իշխանական падգամավորների ելույթների մասին։ Տարոն Չախոյանն էս ասեց, Վագն Ալեքսանյանն էս ասեց, Արայիկ Հարությունյանն էս, ընդդիմադիր падգամավորներ գոյություն չունեն, իրենց ելույթները չեն լուսաբանվում ընդհանրապես։ Նրանք արդեն Ալիևի հանդիպումների մասին են տեղեկություններ տալիս։ Այո, Ադրբեջանի Ալիևի ամենօրյա լրահոսն ենք մենք լսում, պարոն Չալաբյան, հմեկից։ Այո, որտեղ ես ասում եմ, իրենց գործատուն մեծ հաշվով Ալիևն է։ Եվ այո, մենք ունենք այդ ցավալի իրականությունը, երբ որ մեր բոլորի հարկերով պահվող հանրային հեռուստատեսությունը ըստ էության մեր հանրապետության տարածքում ամենաշատ տարածված հեռուստատեսային ալիքը անմիջականորեն ծառայում է Ալիևյան կլանի շահերին։ Անմիջականորեն ծառայում է Ալիևյան կլանի շահերին, ուղղորդվում է նրա կողմից ըստ էության։ Եվ դրա պայմաններում այո, որ մեր բնակչության զգալի մասը հայտնվել է ինֆորմացիոն տերորի, այսպես ասած, այդ ինֆորմացիոն տերորի բեռի տակ։ Եվ երբ որ ես ասում եմ, որ ինձ ցավ է պատճառում, ես դա ասում եմ ոչ թե այդ մարդկանց մեղադրելով, այլ ես ընդհանուր իրականությունը նկարագրելով եւ նաեւ ասելով, որ այո, մենք դրա մեջ մեր պատասխանատվության բաժին ունենք, բայց ինչ որ իմաստով նաեւ դա փակ շրջան է, որովհետեւ հասկանում եք, իշխանությունը կարողացել է զավթել ինֆորմացիոն, այսպես ասած, հանրային հաղորդակցության հիմնական խողովակները։ Դրա միջոցով նա կարողանում է վերարտադրվել, վերարտադրելու միջոցով նա կարողանում է զավթած պահել եւ այլն։ Փակ շրջան է, որ ինքը իրան վերարտադրում է։ Եվ այդ փակ շրջանը ճեղքել բարդ է իսկապես լինելու, որպեսզի մենք մեր մարդկանց, մեր քաղաքացիներին կարողանանք ազատել այսպես կոչված քպայական, իսկ իրականում թուրք-ադրբեջանական գերությունից։ Մենք խոսում ենք քարոզչական դաշտի մասին, բայց այնինչ իրապես գետնի վրա է տեղի ունենում, շատ չի տարբերվում Լուկաշենկոյի Բելարուսից։ Փաշինյանը շատ է սիրում հեգնել Լուկաշենկոյին եւ ընդհանուր Բելարուսի հետ հարաբերությունների խզման փուլին է կարծես թե հասնում, բայց իր կառավարման ոճը, ասենք ոստիկանական բռնությունները, մենիշխանությունը, նույնիսկ մեկ հոգանոց պիկետի լռեցումը ես օրինակ կադրերով տեսել եմ Բելարուսում կամ Ռուսաստանում իր սիրելի եւ կամ Ադրբեջանում։ Այդ երեքը Պուտինը կամ Պուտինի լավ մի կողմ թողնենք, հատկապես Լուկաշենկոն եւ Ալիևը այդ առումով հավանաբար իր համար շատ ցանկալին։ Ես մեկ օրինակ բերեմ։ Երբ դուք կալանավայրում եք, Մայր Հայաստանը եւ Հայաքվեն համատեղ ակցիա արեցին ճիշտ այն պահին, երբ Երևանում էր Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա ընդամենը 1-2 ժամով էր եկել, նրա հիմնական անելիքը իհարկե Բաքվում էր, Բաքվից էր եկել Երևան եւ կառավարության շենքի մայթեզրին նույնիսկ թույլ չտվին ընդամենը 50-60 հոգու մոտենալ։ Փոստատան արչև ենք հավաքված մի քանի տասնյակ անձանցով, Արեգնազ այն ժամանակ դեռ ազատության մեջ էր, մի քանի օր անց նա էլ կալանավորվեց։ Մի քանի պաստառ, մեգաֆոնով մի քանի անգլերեն կոչ, որ հաստատ Տիկին Ուրսուլան կարող էր լսել եւ որևէ էական ազդեցություն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա դա չէր թողնի, այսինքն Տիկին Ուրսուլան չէր վերաիմաստավորի Փաշինյանի հետ իր անձնական կամ Հայաստան-Եվրամիություն միջպետական կամ միջազգային կազմակերպություն, պետություն հարաբերություններ, եթե տեսներ այդ ամենը, բայց դա էլ թույլ չտրվեց։ Եվ անհամաչափ, ասենք 1-5 ոստիկանական ուժով թույլ չտվին ընդհանրապես մեզ մոտենալ կառավարության շենքի մայթեզրին։
Եվ երբ տեսնում ես, թե ասենք խաղաղ քաղաքացիական ակցիաների, նույնիսկ ոչ թե անհնազանդության, այլ ակցիայի լրացման, ինչպիսի բիրտ մեքենա է գործում եւ ինչպես է դա ողջունվում արևմուտքի կողմից, արևմուտքի առաջատար երկրների կողմից։ Փաշինյանը, հիշում եք, քվեարկության գիշերը ունեցած իր ասուլիսում ժամը 2-ին, երբ արդեն հայտարարեց իրենց հաղթանակի մասին։ Հիշում եք, չէ՞, պարոն Չալաբյան, ինչ ասաց։ Առաջին իրենով էր հեռախոսազանգով շնորհավորել Մակրոնը։ Ձայների 10% հաշվարկից հետո ընդհանրապես ցավով պետք է արձանագրել, իհարկե առաջ անգամ չենք խոսում դրա մասին, բայց ցավով պետք է արձանագրել, որ Եվրոպական միության երկրները եւ մասնավորապես Ֆրանսիան եւ Գերմանիան, որոնք Եվրոպական միության առաջատար տերություններն են, հա, այն աշճան են հիմա ըստ էության կենտրոնացած Ռուսաստանի Դաշնության հետ իրենց հակամարտության վրա, որ ըստ էության մնացած ամեն ինչ, որի մեջ է եւ ժողովրդավարությունը, եւ մարդու իրավունքները, եւ օրինակ քրիստոնեական համերաշխությունը, սեփականության իրավունքը, հա, ենթադրենք, հա, որ ըստ էության արևմտյան աշխարհի հիմքում ադրված է, այդ ամեն ինչը ստորադասվել է աշխարհակաղակական մեկ շահի Ռուսաստանի Դաշնության այդ հակամարտությանը եւ Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես այդ հակամարտության մեջ ներգրաված ըստ էության մի հատ ուղղակի խաղաքար մի հատ խաղաքար Փաշինյանին վերապահվել է ընդհանրապես ասենք բանի ներսում ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ-ի ներսում այսպես ասած շախմատի զինվորիկի դեր ես ավելի ճշգրիտ բան եմ ուզում ձևակերպում եմ ուզում տամ ներսից այսպես ասած խժդժություն մտցնողի դեր դա պատական չէ որ ինչ-որ բան մեկ էլ Փաշինյանը ասաց որ սա ԵԱՏՄ խնդիրն է մեր խնդիրը չի եթե ԵԱՏՄ-ն այսպես շարունակվի ինքը կքանդվի դեռ պիտի հասկանանք կա թե չկա ԵԱՏՄ այդ էլ Եվրոպական միության այսպես ասած որոշակի շրջանակներից եկած ուղերձ էր որոնք փորձում էին Փաշինյանի միջոցով ԵԱՏՄ-ի ներսում որոշակի այսպես ասած անախորժություններ ստեղծել, իդեպ դա նոր չի արվում։ Ես ես հիշեցնեմ, որ Փաշինյանի առաջի քայլերից մեկը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կանչներ եւ ձերբակալություն է։ Եվ դա եղել է դեռևս 2018 թվականին։ Առաջի հենց իշխանության գալու պահից սկսած նա ըստեյության սկսել է կատարել այդ գործառնությունը, այդ դերակատարությունը, փորձել Ռուսաստանի Դաշնության շուրջ եղած այսպես ասած ինտեգրացիոն միավորումները ներսից խարխլել։ Դա այն բանն է, այսպես ասած գործառույթն է, որը նրան տրվել է։ Եվ դա շատ ցավալի է, որովհետեւ մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ երբ մենք հայտնվում ենք Ռուսաստան-Եվրոպա այդ հակամարտության կիզակետում, վերջը դժողը մենք ենք լինում։ Ինչու՞ մենք թույլ կողմն ենք։ Նրանք ի վերջո իրար մեջ պայմանավորվել են։ Ինչ-որ մի ձևի։ Կարող է Եվրոպան շահել, ինչ-որ սիտուացիաներում Եվրոպան շահել, ինչ-որ սիտուացիայում Ռուսաստանը, ինչ-որ սիտուացիաներում իրար մեջ ինչ-որ բան, որովհետեւ այդ հակամարտությունը երկար է տևում, ասեմ ձեզ, դա ամբողջ Նապոլեոնյան պատերազմներից սկսած դա ըստեյության 200 տարի տևող մեծ եվրոպական քաղաքականություն է, որի մեջ Ռուսաստանի Դաշնությունը կարևորագույն դերակատար է։ Այդ 200 տարիների ընթացքում երբ մենք հայտնվել ենք այդ հակամարտության կիզակետում, սկսած հայտնի Սան Ստեֆանոյի եւ Բերլինի պայմանագրերից, հա, 1877-78 թվերի, միշտ մենք դժոխք կողմ ենք եղել։ Եվ այն հայ ղեկավարը, որը կներքաշի Հայաստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնություն, Եվրոմիություն հակամարտության մեջ հանցանք է գործում հայ ժողովրդի դեմ։ Ինչի որտեղ ի սկզբանե նա մտնում է մի խաղի մեջ, որը հնարավոր չի հաղթել, որից մենակ դուժելու ենք մենք։ Այդ խաղից պետք է հեռու մնալ միշտ, որովհետև նույնիսկ եմ ասում, այդ ուժեղները, որ իրար հետ կռվում են, դու հենց մտնում ես դրա մեջ, իրանք քեզ բան են անում, այսպես ասած, ծախսում են դրա մեջ։ Որտեղ դու զինվոր ես, շախմատի զինվոր ես, որին գիտեք, շախմատի մեջ եթե շախմատ եք խաղում, զինվորը առաջին հերթին է զոհաբերվում, նա ամենաէժան ֆիգուրան է։ Եվ Փաշինյանը մեզ նաև այդ հարցում դարձրել է ամենաէժան ֆիգուրան։ Ամենաէժան ֆիգուրան։ Այն ինչից օրինակ Վրաստանը հրաժարվեց։ Հրաժարվեց, ասին չեք խառնվելու ձեր կռվի մեջ։ Չենք ուզում խառնվել։ Որքան էլ Եվրամիությունից փորձեցին տաքացնել, արհեստականորեն ուռճացնել։ Չենք ուզում ձեր կռվի մեջ խառնվենք։ Իսկ տեսեք հակառակը Ուկրաինան դարձել է այդ կռվի կիզակետը բարի բուն իմաստով, եւ ուղղակի ողբերգական հետևանքներ են այդ երկրի համար։ Ողբերգական անդամահատված է, օրորի ասենք տնտեսությունը քանդվում է, ժողովրդագրությունը լրիվ փլվել է, ներսում կոռուպցիոն սկանդալներ են եւ այլն։ Մեզ այդ հեռանկարն է հետաքրքրում։ Այդ ճանապարհով ենք ուզում գնանք։ Դուք Վրաստանի օրինակը հիշեցրիք եւ աշխարհագրորեն եւ պատմականորեն մեզ մոտ օրինակ է, բայց ինչն է ուշագրավ, այնտեղ դերերը ճիշտ հակառակն են։ Ընդդիմության եւ իշխանության ինչ որ կա մեզ մոտ։ 2024 թվականի աշնանը, երբ այնտեղ խորհրդարանի ընտրություններ էին, Եվրամիության մի քանի առանցքային երկրների արտաքին գործերի նախարարներ անձամբ գնացին Թբիլիսի եւ ղեկավարեցին ընդդիմության ցույցերը։
օրեր շարունակ նրանք իրենց երկրների դրոշներով քայլում էին, հիշում եք նաև թե ինչպես էր արձագանքում Եվրամիությունը եւ հավաքական արևմուտքը, եթե այդպես կարելի է ասել, ոստիկանության խիստ մեղմ գործողություններին։ Մեզ մոտ 2024-ի հունիսի 12-ին անդամահատված ձեռք ունեինք, իսկ Ամերիկայի դեսպանությունը դրա հաջորդ օրը ողջունում էր իշխանությունների սթափությունը։ Այսինքն դերերով ճիշտ հակառակը, պարոն Չալեբյան, բայց նույնիսկ այդ ամենից հետո Վրաստանում բավականաչափ քաղաքացիական գիտակցություն ունեցավ ժողովրդի մեծ մասը երկիրը չդարձնելու այդ աշխարհաքաղաքական թատերաբեմ, կռվախնձոր։ Մեզ մոտ, երբ լսում եք Փաշինյանին, նույնիսկ նույն օրվա մեջ մի քանի իրարամերժ հայտարարություններ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված։ Դեռ պիտի հասկանամ ԵԱՏՄ-ն ինչ է, գնամ տեսնեմ ԵԱՏՄ կա թե չկա։ Գնում Եկատերինբուրգում Միշուստինի հետ բանակցում է, դրանից հետո պատժամիջոցները ոչ միայն չեն հանվում, ավելանում են արդեն մեր կաթնամթերքի պանրի վրա, գյուղատնտեսական նշանակության եւ վերամշակված այլ մթերքների վրա եւ այդպես շարունակ։ Մյուս կողմից այսպես կոչված Եվրամիության անդամակցության 1 հոդվածանոց օրենք են ընդունել, Եվրամիության անունն էլ սխալ են գրել։ Եվրոպայի միություն են գրել, փոխանագրեն Եվրոպական միություն։ Պուտինը Հայաստանի ներքին գործերին անթակույց միջամտում է եւ ասում է, որ հայ ժողովուրդը պետք է քվեարկի եւ պետք է հանրակրվեով որոշում կայացնի ուր է գնում։ Եվ կառավարության ծրագրի նախագիծն էլ, որ 1-2 օր անց կգա խորհրդարան, կարդում ես չես հասկանում, լավ, այս մարդկանց կողմնորոշումը ո՞րն է։ Միգուցե պետք է ընդհանրապես անկեղծ ասել, որ թուրքական աշխարհի մաս դառնալու մարմաջն է մեր կողմնորոշումը։ Էլ չընկնել այդ ավելորդ Եվրամիության կառույցների հետևից։ Եկեք 8 տարի հետ գնանք, էլի, իսկապես 2010 թվականին։ Երբ որ Փաշինյանը եկավ իշխանության, հիշում եք, որ նա ասում էր, որ ինքը իզմեր չունի։ Իրականում, երբ որ վերցանում ես այդ ամեն ինչը, հիմա 8 տարվա տեղի ունեցած այս բոլոր ողբերգական իրադարձությունների, այսպես ասած, արդեն ֆոնին, հա, եւ այս ամեն ինչը մեր անցյալը մոնենալով, գիտակցում ես հետեւյալը։ Փաշինյանը մոլի արկածախնդիր է։ Մարդ, որը երկարաժամկետ ոչ մի գործողության հետևանք չի կարողանում հաշվարկել, ընդունակ չի հաշվարկելու։ Դրա օրինակ դասական օրինակը հենց այդ ձեր ասած Եվրամիության անդամակցության այսպես կոչված օրենքի ընդունումն է, որը օրենք էլ չի, որովհետև օրենքը նման օրենք չկա 1 հոդվածանոց։ Չէ, բայց հարցը հոդվածը չի։ Կարող է օրենքը 1 հոդվածից բաղկացած։ Ինչի մասին է, ինչն է կարգավորում այդ օրենքը։ Այ կարևորը դա։ Օրենքը պետք է նորմատիվ որոշակի կարգավորման առարկա ունենա, որոշակի պարտադիր դրույթներ ունենա, հա, որտեղ օրենքը ինչ-որ բան կարգաբերում է։ Այդ օրենքը ոչ մի բան չի կարգաբերում։ Նա ընդհանրապես ոչ մի բան չունի, բացի նրանից, որ ըստ էության հիմա պատրվական մատի փաթաթանա դարձել Ռուսաստանի Դաշնության իշխանությունը, որ ասում են, «Գնացեք դուք եք ասել, որ ուզում եք Եվրամիության անդամակցեք»։ Ինչ եք հիմա եկել մեզ ասում չենք ուզում։ Բայց չեք այդ օրենքը ընդունել։ Եվ Փաշինյանը հայտնվել է ըստ էության այս մի հարցում էլ մուրճի եւ սալի միջեւ, որտեղ իր ընդունած օրենքն է։ Ձեզ ով է ստիպում այդ օրենքը ընդունել։ Այդ օրենքը հիշում եք ինչ ձևով է հայտնվել ազգային ժողովում։ Ավելին, ես հիշում եմ, որ դրանից առաջ մեկ այլ քաղաքացիական նախաձեռնություն կար, որն իրանք մերժեցին։ նույնիսկ լիագումար չանցկացրին։ Որ իրանք մերժեցին մեր քաղաքացիական, բայց այդ քաղաքացիական նախաձեռնությունը ականջներից ձգած, արհեստականորեն սարքած եւ այլն, իրանք պատրաստական ընդունեցին առանց հաշվարկելու դրա հետևանքները եւ թե ինչի է դա բերելու։ Եվ իդեպ ես ձեզ ասեմ, ես որքան մտածում եմ դրա մասին, այնքան ավելի եմ համոզվում, որ Արցախի հանձնումը եւս արկածախնդրության արդյունք էր, չհաշվարկած արկածախնդրության արդյունք, որը հետո արդեն post factum հիմնավորման անը, որտեղ Արցախը երբեք ճանաչված չի եղել, որ ուրիշ մեկ այլ ելք չկար եւ այլն։ Կեղծիք է այդ ամեն ինչ։ Արկածախնդրության արդյունքա, որը հետո ուղղակի սկսում է post factum հիմնավորվել, որ մենք թույլ ենք, որ մենք էս ենք ենք, չէ, տենց չէր, դու ես արկածախնդիր։ Դու արկածախնդիր ես, ու դու շարունակում ես մնալ նույն արկածախնդիրը։ Դու չես ուզում հրաժարվել նրանից, այդ մի քանի օր առաջ ազգային ժողովում կարծեմ պատգամավոր Գեղարդ Մանուկյանն ասաց, որ դուք ես երկիրը վերածել եք որբի գլուխի։ Դուք անընդհատ իր վրա անընդհատ վարսավիրություն եք սովորում, արանքում մեկ ականջն եք կտրում, մեկ քիչն եք կտրում, հետո գալիս ներողություն եք խնդրում։ Բայց ինչ օգուտ, եթե այս երկիրը մնա առանց գլուխ։ Ինչ օգուտ ձեր ներողությունից։ Այս արկածախնդրությունները ինչ որ բայ պետքա վերջացվեն, բայց նրանք կվերջացվեն այն դեպքում, երբ որ այդ իմացած 700,000 քաղաքացիները կհասկանան, որ իրանք գլխին Քաշնազար են ընտրել, դրել ու ման են տալիս։ Եվ այն որ Քաշնազարը հայտնվել է առյուծի վրա, այդ նրան ինչ չի, որ ինքը կարողանում առյուծ քշել։
Գնացը որ ինքը պատահական ընկել է այդ առյուծի վրա ու առյուծը սլանում է։ Ինքը պատահական մնացել է այդ առյուծի վրա։ Դերևս մինչև ընտրությունները կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը Փաշինյանին հարցրեց. Եթե այսօր հնարավորություն ունենայիք հայտարարելու Արցախը Հայաստանը եւ վերջ, լավ իմանալով ինչ է լինելու հետո, կանեիք այդ հայտարարությունը։ Ի պատասխան նա ասաց այո։ Եվ այդ հայտարարությամբ ինքը կարծում է, որ Հայաստանը ազատել է այդ հայտարարությանը հաջորդած իրադարձությունների հետևանքով Հայաստանը ազատել է խոշորագույն աշխարհաքաղաքական թոկից։ Ես այդ պատճառով իր այդ ծանր ինքնախոստովանական ցուցմունքի պատճառով, պարոն Չալեբյան, համարում եմ, որ ինքը այս հարցում եւ միգուցե շատ այլ հարցերում ոչ թե արկածախնդիր, այլ թշնամի, որովհետեւ այն ինչ ինքը արել է, ինքը ընդունում է, ինքն է ընդունում, որ ինքը գիտակցված է տարել բոլորի սպարտության, ինքն է հրահրել պատերազմը, ինքն է խոստովանում, ինքն է մի ամբողջ սերնդի զոհաբերել։ Բայց կնեք իմ եւ ձեր ասած միջև հակասություն։ Կարող է համադրվել, իհարկե, երկուսը կարող է համադրվել։ Օրինակ Արցախը Հայաստանը է վերջ, դա դասական արկածախնդրություն է։ Սադրանք, որի նպատակը եղել է բանակցային գործընթացը վիժեցնել։ Եվ որ նրան հաջողվել է։ Հիմա նա էլի post factum փորձում է հիմնավորել ինչու է ինքը բանակցային գործընթացը վիժեցրել։ Ինչու է ինքը այդ ամեն ինչը տարել պատերազմի։ Փորձում է հիմնավորել։ Նորից եմ ասում, ինձ ցավը պատճառում ոչ թե իր այդ ամբողջ մանիպուլյատիվ դեմագոգիան։ Ինձ ցավը պատճառում է, որ 700,000 մեր համակարգացիներ դա այս կամ այն պատճառով ընդունել են։ Այս կամ այն պատճառով ընդունելով ըստ էության Փաշինյանին հնարավորություն են տվել նույն արկածախնդիր ոճը, նույն արկածախնդիր գործելակերպը, նույն աղետալի ուղեգիծը շարունակել է մեր երկիրը տանել նոր կորուստների, հասկանում եք։ Այդ է ինձ ցավ պատճառում, որովհետև ի վերջո ցանկացած նորմալ հասարակություն կկանխեր սա, կասեր 1, 2, 3 հերիք է էլի, ինչքան կարելի է։ Մեր զրույցը ամփոփելուց առաջ երկու կարճ հարց։ Ձեր կալանավորման ամբողջ ընթացքում Հայերենի ազգային քաղաքացիական միավորումը շարունակեց գործել։ Ճիշտ է, հիմա որոշակի ներքաղաքական դադար կա, հավանաբար պայմանավորված նաև այս ամառային արձակուրդային սեզոնով։ Աշնանից սկսած ինչի վրա է կենտրոնանալու Հայերենին, ինչով է զբաղվելու, որն է ձեր գործունեության հիմնական ուղղությունը լինելու։ Նախ ես չի ասի, որ դադար կա, որովհետև ի վերջո օգոստոսի 2-ից ազգային ժողովի 9-րդ գումարման նստաշրջանն է սկսել եւ դա նկատի ունեմ խորհրդանից դուրս, կարծես թե հիմա որոշակի հանրային ակտիվություն է ստեղծել, ուստի չի ասի, որ դադար կա, բայց գիտեք, տեսեք, շատ լուրջ հարց եք բարձրացնում, որովհետեւ անկախ նրանից, որ ես ազատազրկվեցի, ի վերջո ընտրություններից հետո կար այդ հարցը, թե նոր իրավիճակում, հա, նոր ձևավորված, այսպես ասած, կոորդինատական համակարգում քաղաքական, ինչպես պետք է դիրքավորվի Հայերենի ազգային քաղաքացիական միավորումը, ինչի վրա պետք է կենտրոնանա, ինչպես պետք է ըստ էության ճշգրտի օրակարգ եւ այլն։ Ես կարծում եմ, որ մեր երկարաժամկետ առաքելությունը որևէ կերպ չի փոխվում։ Մեր նպատակը հարատև ազգային պետությունն է եւ այդ ճանապարհին բոլոր հնարավոր խոչընդոտները հաղթարելը ներառալ նաեւ ապազգային կամակատար իշխանություններին, վարչախմբին իշխանությունից նույնիսկ ուզում եմ կրկնեմ, օրինական ճանապարհներով հեռացնելը։ Սակայն միջոցների գործողությունների հետ կապված իհարկե ճշգրտումներ են պետք եւ որոշակի նոր ռազմավարություն է պետք, որը կլինի ավելի արդյունավետ, քան նախորդ ռազմավարությունը, որովհետեւ նախորդ ռազմավարությունը մեր բերել է այն արդյունքին, որ մենք ունենք։ Իսկ մենք այսօր ունենք ավելի բարենպաստ ընտրական արդյունք, երբ որ քաղաքացիական պայմանագիրը ի վերջո չի կարողացել ստանալ հասարակության մեծամասնության աջակցությունը ի տարբերություն 21 թվականի։ Ու նաև լեգալ չէ։ Ոչ միայն լեգիտիմ չէ, նաև լեգալ չէ այս խորհրդարանը։ Եվ լեգիտիմ չէ այս խորհրդարանը։ Բայց ի վերջո դա իմ կարծիքով այս ազգային ժողովը, այս կոնֆիգուրացիան դա միջանկյալ ժամանակավոր կոնֆիգուրացիա է։ Մենք պետք է կարողանանք հասնել իրավիճակին, երբ որ վճռական պարտության մատնենք քաղաքացիական պայմանագրին։ Եվ այդ վճռական պարտության, քաղաքական պարտության ճանապարհին պետք է ունենալ ավելի արդյունավետ ռազմավարություն։ Ես ուզում եմ ասեմ, որ նաև մեր նախորդ շրջանի գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, թե որ գործիքներն են ավելի արդյունավետ, որոնք պակաս արդյունավետ։ Ընդ որում շատ հաճախ մեզ թվում է, որ այն ինչ որ պակաս արդյունավետ է, մեզ թվում է ավելի գրավիչ։ Ինչու՞ մենք դրան ենք ավելի շատ սովոր։ Մենք ազգային ազատագրական պայքարի բովում ինչ որ իմաստով ձևավորված կազմակերպություն ենք։ Բայց պետք է հասկանալ, որ առաջիկա շրջափուլում գուցե պետք է
գործիքներ, որոնք ավելի այդ իմաստով դասական քաղաքական ուղղվածություն ունեն, որոնք ավելի մոտ են գնում կոնկրետ մարդուն, նրա խնդիրներին եւ այլն, որտեղ ի վերջո մարդու առանձին վերցած մարդու, ընտանիքի, բնակավարի, համայնքի վստահությունը դու շահում ես, երբ որ իր խնդիրներն ես կարողանում լուծել, այդ դեպքում նա նաեւ քեզ մանդատ է տալիս համապետական խնդիրները լուծելու։ Ուստի նոր ռազմավարությունը ես կարծում եմ, որ որոշակի այդպիսի ուղղվածություն կունենա, բայց դա նաեւ մեր ներքին քննարկումների խնդիրն է։ Հիմա հայկվի միավորումը նույնիսկ իմ բացակայության պայմանները ըստեյության լծված էր նոր ռազմավարության մշակմանը, նա մշակման փուլում է հիմա, բայց նաև որոշակի քայլեր կատարվել են եւ կարծում եմ առաջիկա 1 ամսվա ընթացքում մենք կարողանանք նա ամբողջացնել։ Նորից եմ ուզում կրկնեմ, նպատակը նրան է, որ մենք դառնանք ավելի արդյունավետ, ավելի թիրախային, ավելի կոնկրետ, մարդկանց ավելի մոտ նրանց խնդիրներին, որպեսզի ի վերջո կարողանանք ընդլայնել այն վստահության դաշտը, որ մենք արդեն ունենք այս ընթացքում ձևավորել, բայց որպեսզի կարողանանք էապես ավելի ընդլայնենք, որպեսզի մենք կարողանանք նաև ավելի մեծ աջակցություն ստանանք մեր համակարգացիներից, մեր հայրենակիցներից, ի վերջո մեր համապետական մեծ խնդիրները լուծելու։ Այնինչ դուք ձևակերպում եք հիմա ընդհանուր առմամբ մեր բոլոր ընդդիմադիր ուժերի խնդիրն է։ Այսինքն կարծես կարճ մարտավարական խնդիր լուծված է, ՔՊ-ի ներկայությունը նվազեցված է խորհրդարանում, նրանց հանրային կշիռն է կարծես թե քաղաքական կյանքում նվազել եւ էական դիսկրեդիտացիայի են ենթարկվել իրենք 5 տարի առաջվա համեմատ ակնհայտ է դա։ Մնում է դա կապիտալիզացնել քաղաքականապես եւ հասնել այո վերջին արդյունքին։ Ես կխնդրեմ ի վերջո պարզաբանեք պարոն Չալաբյան 2 օր առաջ դատարանի դահլիճից դուրս գալուց հետո, երբ ասացիք, որ մեր կալանավայրերը խոշտանգում են քաղաքացուն։ Լրագրողներից մեկն էլ ճիշտ չհասկացավ, ասաց է ձեզ են խոշտանգել, ես որքանով հասկացա դուք պահման պայմաններ եք նկատում։ Չէ, ես բնավ նկատի չունեի ինձ անձնապես, ավելին ձեզ ասեմ, ես գտնվել եմ Արմավիր քրեակատարողական հիմնարկում եւ անձնապես իմ նկատմամբ շատ բայրացական մթնոլորտի եմ հանդիպել եւ ազատազրկված մեր համակարգացիների շրջանակում եւ անձնակազմի կալանավարի շրջանակում ես անձնապես որևէ բողոք չունեմ։ Ընդհանուր պայմաններն են այդպեսին, որովհետեւ մեր կալանավարերը ծայրահեղ գերբնակեցված են, հակասանիտարական պայմաններում են, թեև վերջի տարիների ընթացքում որոշակի բարելավումներ տեղի ունեցել, բայց շատ վատ մեկնակետից, ուստի շարունակում են հակասանիտարական մնալ պայմանները եւ բացի դրանից մարդկանց պահման ռեժիմն է ծայրահեղ խիստ ըստեյության հասկանում եք ինչ խնդիր է կալանքը ըստեյության մեր մոտ ոչ թե խափանման միջոց է, այլ պատժի միջոց է եւ նա պատժի ծայրահեղ միջոց է երբ որ մարդը բացարձակ մեկուսացվում է արտաքին աշխարհից որ անիմաստ է չես հասկանում դրա նպատակը որն է երբ որ մարդը ըստեյության հնարավորություն ունի որևէ բանով զբաղվելու ասենք ինչի մարդը չպետք է կարողանա ենթադրենք սպորտով զբաղվել ընթերցանությամբ զբաղվել հա ենթադրենք հա կամ օրինակ օրվա ընթացքում ինչ-որ քանակությամբ ժամանակ օգտվել ինտերնետից եւ այլն ինչ պետք է եվրոպական կալանավայրերում այդ ամեն ինչ կա այդ ամեն ինչ կա բացառությամբ գուցե ասենք ծանր եւ առավել ծանր ասենք հանցանք կամ հաղորդակցության այդքան կոշտ սահմանափակում ընտանիքի անդամների падգամավորների հետ այսինքն դա ինչ իմաստ ունի այդ ոչ մի տրամաբանական իմաստ չունի նա պարզապես մեր օրենսդրության բացերն են որոնք ցույց են տալիս գործող վարչախմբին ըստ էության իրավական համակարգը օգտագործել որպես դագանակ որպես ընդդեմ ես ասեմ մեծ մասը խոսում է անդիմադիրների եւ քաղաքական բանտարկյալների մասին ես ուզում եմ ձեզ ասեմ բոլոր բանտարկյալներին դա վերաբերում նաեւ այն մարդիկ որոնք այնտեղ գտնվում են ոչ քաղաքական դրդապատճառներով անկախ ամեն ինչից նրանց նկատմամբ կալանքը օգտագործվում է որպես պատժի ծայրահեղ միջոց եւ տարիներ շարունակ ես հատուկ ուզում եմ նշել դեպքեր երբ որ մարդիկ ասենք կոնկրետ դեպք կա անունը չեմ նշի բայց մարդը համարյա 10 տարի գտնվում է կալանավայրում առանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռի դա բացարձակ աբսուրդ է մեր քրեական օրենսդրությունը նախաքննության առավելագույն ժամկետը սահմանում է 1 տարի առավել ծանր հանցագործությունների համար դատաքննությունը եւս 1 տարի այդ միասին ստացվեց 2 տարի թե ինչպես է մարդը 10 տարի գտնվում կալանավայրում առանց օրինական ուժի մեջ մտած դատավճիռի դա մեն աստծուն է հայտնի ամեն ձևով դա ձգվում է եւ մարդը մնում է ծայրահեղ ծանր պատժի պայմաններում եւ նույնպես եմ ասում կալանքը չպետք է լինի պատիժ նա ունի հստակ միջոց հա տվյալ անձին եթե նա մեղադրվում է որոշակի հանցակազմում մեկուսացնել արտաքին աշխարհից այն չափով որպեսզի նա չկարողանա ազդել
նախաքննության եւ հետագայում գուցե ինչ-որ չափով դատաքննության ընթացքի վրա սահմանափակել նրա միջոցները, ազդել եւ բնականաբար փախուստի հնարավորությունների վրա, բայց նա չպետք է լինի միջոց այդ մարդուն իր առողջությունը խլելու, այդ մարդուց իր պրոդուկտիվ կյանքի տարիները խլելու, իրան իր ընտանիքից ընկերներից կտրելու վրեժ լուծելու, մանրախնդիր վրեժ լուծելու։ Հիմա ասենք պարոն Չալեբյան, 2 օր առաջ հայտնի դատական նիստում, երբ որևէ խափանման միջոց չկիրառվեց ձեր նկատմամբ, դա նախաքննական մարմնի եւ դատախազության կռախն է, չէ՞ ի վերջո։ Այսինքն ակնհայտ է, չէ՞, որ քննիչի առաջադրած մեղադրանքը եւ հսկող դատախազի հաստատած մեղադրական եզրակացությունը չպետք է այդպեսին լինեին, որովհետեւ խափանման միջոցը վերացվում է։ Ես նախ համոզված եմ, որ ենք դրա հետ չեն համակերպվի եւ դա կբողոքարկեն վերաքննիչ դատարանում։ Համոզված եմ դրան, արդեն հայտարարել են դրա մասին։ Բայց ուզում եմ ասեմ նաեւ հետեւելը։ Ինձ զարմացնում է եւ քննչական մարմնի եւ դատախազության համառությունը գալի բացարձակ իրավական հիմքեր չունենալով պահանջել կալանքի երկարաձգում։ Էն էլ 3 ամսով դատախազը պահանջեց։ Տենց է, այսպես ասած, բանը իրավական նորմավորումը, բայց ես երբ որ լսում եի դատախազին, ասենք իր այդ կալանքը երկարաձգելու պահանջի մեջ բացարձակ որևէ իրավական հիմնավորում գոյություն չուներ, բացարձակ, բայց համառաբար շարունակում են պնդել կալանքը երկարաձգելու, երբ որ ուզում եմ ասեմ հարգելիս, ախր դու նայում ես դիմացդ մարդ է նստած, որ ընտանիքի հայրը 4 երեխա ունի, ասենք բազմաթիվ գործեր ունի, այս ընթացքում դուք իրան կտրել եք արտաքին աշխարհից, կյանքից 2 ամիսը խլել եք, ինչի եք շարունակում իմ կյանքի ինձանից խլել։ Ուզում եք դատական գործը շարունակեք, դատավորն էլ ասեց, այս մարդը ինչի վրա պետք է ազդի, նախաքննությունը վերջացրել եք, քրեական գործը բերել եք, այս բանը հատորը բերել եք, դրել եք իմ դիմացը, այս հատորը ինձանից չի գողանալու տանի։ Շատ լավ ասես դատավորը, եթե հիշում եք։ Իհարկե։ Ինչի վրա պետք է ես ազդեմ։ Ես փախուստի բնականը չեմ դիմելու, չէ՞։ Ինչից պետք է փախնեմ իմ հայրենիքից։ Ինչից պետք է փախնեմ։ Դուք կփախնեք ինձանից, ոչ թե ես ձեզանից։ Չի պետք է փախնեմ։ Եվ հասկանալի է, չէ՞ որ այդ պայմաններում կալանքի երկարաձգում բանանելը պահանջելը դա աբսուրդ է։ Իրավական տեսանկյունից ինքը բացարձակ հիմք չունի։ Բայց այս մարդիկ մեր մանավանդ քննչական մարմինը, որը այս ընթացքում դարձել է վարչախմբի ձեռքը, պարզապես մահակ։ Այս մարդիկ բացարձակապես մոռացել են, որ իրանք օրենքին են ծառայում, որ իրանք ծառայում են սահմանադրությանը, որ իրանք ծառայում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Իրանք ծառայում են ըստ էության մեկ արկածախնդրի հիվանդ կամ արտահայտությանը, հիվանդագին կամ արտահայտությանը։ Եվ սա բացարձակ անթույլատրելի է, մենք պետք է հասկանանք, նույնիսկ այն մարդիկ, որոնք գործող վարչախմբի աջակիցներն են, կողմնակիցներն են, քվեարկել են դրա համար, իրանք պետք է հասկանան, սիրելիներս, ձեր ձեռքով հրեշ մի ստեղծեք։ Մի ստեղծեք մի, այսպես ասած, ազդեցության կենտրոն, որը թքած ունի օրենքի վրա։ Այդ վերջո այդ օրենքը ձեզ էլ պետք է ծառայի, չէ՞։ Ձեր անվտանգությունն էլ պետք է ապահովի։ Վաղ այդ ամեն ինչը ձեր հետևից էլ է, չէ՞ գալու։ Հիշեք, որ 37 թվականին բոլշևիկների մեծ մասը ոչնչացվեց բոլշևիկների հաջորդ սերունդի կողմից։ Ինչ երաշխիք ունեք, որ ասենք դուք այսօր ունեք բարեխնամություն, այսպես ասած, գործող վարչախմբի, վաղը չեք կորցնի ու ձեր հետևից չեն գա։ Մի աջակցեք այս ամեն ինչին։ Մի աջակցեք։ Ես շատ շնորհակալ եմ այս կարևոր զրույցի համար, շնորհակալ եմ նաև, որ ազատ արձակումից հետո առաջին հարցազրույցը հենց ինձ որոշեցիք տալ։ Ես ձեզ առողջություն, քաջառողջություն եմ մաղթում, պարոն Չալեբյան, ձեր առողջական վիճակը կարծում եմ լավ է, եւ դուք շատ արագ կվերադառնաք ձեր նախաձեռնություններին, ձեր գործերին։ Մենք էլ պարբերաբար կհանդիպենք։ Ես եմ ձեզ շնորհակալություն հնարավորության համար։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին նաև պետք է ասենք։ Այո, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Բաքվում գտնվող մեր պատանդներին եւ ընդհանրապես ասած մեծ իմաստով ազատություն մեր ժողովրդին, որովհետեւ մենք չպետք է մեր ձեռքով մեր հայրենիքը մեր համար բանտի վերածենք։ Մենք պետք է ստեղ լինենք, որովհետեւ մենք ազատ մարդիկ ենք, հայկի սերունդներն ենք եւ պետք է ապրենք մեր իսկապես նախնիների պատգամներով։ Շնորհակալություն։ Հայակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Հավետիք Չալեբյանին է հյուրընկալել իր ազատ արձակումից 2 օր անց։ Սա դասերի հերթական թողարկումներ կհանդիպենք ցտեսություն։